Սառան նրա դուստրը վտարվել էին քայլում էին աննպատակ, միայն 2 ուսապարկով։ Հրապարակում չիմանալով որտեղ քնել, նրանք զարմանում են մի անծանոթ տղամարդուց, ով վերադարձնում է աղջկա նկարների տետրը։ Այս անսպասելի հանդիպումը սկսում է մի շրջադարձ, որը հավերժ կփոխի նրանց ճակատագիրը։ Եթե այս պատմությունը քեզ հետաքրքրեց, մի մոռացիր բաժանորդագրվել մեր ալիքին ասել, թե որ քաղաքից ես մեզ հետում։ Շարունակում ենք։ Խոստանում եմ, սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք լսես։ Սոնան նրա դուստր Նարեն ապրում էին Երանի Շենգավիթ վարչական շրջանում, մի բանվորական թաղամասում, որտեղ նեղ փողոցները պայքարի ու դիմադրության պատմությունների վկաներն էին, գտնվում էին անելանելի տնտեսական վիճակում։ Ամիսներ շարունակ նրանք բախվում էին կայուն աշխատանքի բացակայությանը, աճող պարտքերի կուտակմանը, որոնք կարծես ձնագնդի պես մեծանում էին, անհնար էր կանգնեցնել։ Սոնան կորցրել էր իր աշխատանքը որպես գանձապահ սուպերմարկետների ցանցում, որտեղ աշխատել էր գրեթե 7 տարի, մի վայր, որտեղ ճանաչում էր յուրաքանչյուր միջանցք, յուրաքանչյուր ապրանք, յուրաքանչյուր մշտական հաճախորդ, որն իր հերթին անցնելիս ժպտում ու բարի խոսք էր ասում։ Աշխատանքից ազատումը անսպասելի էր, երեքշաբթի օրվա մի անձրոտ կեսօրին, երբ մենեջերը նրան կանչեց հետի սենյակ, բացատրեց, որ ընկերությունը վերակազմավորման փուլում է, որ պետք է ծախսերը կրճատեն, որ դա անձնական ոչինչ չէ։ Բայց ինչպես կարող էր անձնական չլինել, երբ նրա ամբողջ կյանքը կախված էր այդ աշխատավարձից։ Աշխատանքից ազատվելուց հետո Սոնան սկսեց աշխատել որպես օրավարձով մաքրուհի տարբեր տներում, այստեղ-այնտեղ մաքրություն անելով, լոգարաններ մաքրելով, հատակները փայլեցնելով, այնպիսի մարդկանց պահարանները կարգի բերելով, որոնք առավոտյան նրա գալուն պես անգամ աչքերի մեջ չէին նայում։ Գումարը չէր բավականացնում իրենց փոքրիկ բնակարանի վարձը վճարելու համար, մի պարզ 2 սենյականոց բնակարան առանց վերելակի շենքի 3-րդ հարկում, որը, սակայն, ավելի քան 5 տարի նրանց տունն էր եղել։ Այնտեղ Նարեն իր առաջին քայլերն էր արել, այնտեղ նրանք նշել էին համեստ, բայց սիրով լի ծննդյան տարեդարձներ, այնտեղ Սոնան այնքան գիշերներ մենակ լաց էր եղել այն բանից հետո, երբ Նարեի հայրը լքել էր նրանց, երբ աղջիկը ընդամենը 2 տարեկան էր։ Բնակարանի տերը, պարոն Վարդանը, 60 անց մի տղամարդ, ճերմակած մազերով մշտապես հոգնած արտահայտությամբ, 3 ամիս համբերատար էր եղել վճարումների ուշացումների հարցում։ Նա գիտեր Սոնայի վիճակի մասին, աղջկան փոքրուց ճանաչում էր, այդ պատճառով մի քանի օր ավելի էր տալիս, հետոս 1 շաբաթ, հետո ընդունում էր գումարի կեսը, խոստանալով, որ հաջորդ ամիս նա ամեն ինչ կարգի կբերի։ Բայց ամիսները կուտակվեցին, պարտքն աճեց, շաբաթ օրը առավոտյան, երբ Սոնան վերադառնում էր առավոտյան ժամը 6-ից սկսված մաքրությունից, դրան տակ մի գրություն գտավ։ Դա պաշտոնական ծանուցում էր, ձեռագիր, ձեր Վարդանի դողացող ձեռագրով, որտեղ ասվում էր, որ այլս չի կարող սպասել, որ ինքն էլ վճարելու հաշիվներ ունի, որ բնակարանը պետք է ազատվի մինչ այդ շաբաթվա վերջ։ Սոնան զգաց, որ աշխարհը փուլ է գալիս։ 3 անգամ կարդաց գրությունը, հետո 4, կարծես բառերը կփոխեին իրենց իմաստը, եթե նա բավականաչափ համառ էր։ Բայց դրանք չփոխվեցին։ Նա 5 օր ուներ հեռանալու համար։ 5 օր մեկ այլ տեղ գտնելու, գումար հավաքելու, որը չուներ, իր ընդամենը 8 տարեկան դստերը բացատրելու, որ պետք է լքեն միակ տունը, որը Նարեն ճանաչում էր։ Այդ գիշեր Սոնան հազիվ կարողացավ քնել։ Պառկած էր իր սենյակի նեղ մահճակալին, նայելով ճաքճքած առաստաղին, որտեղ խոնավության հետ կար, որը նա միշտ խոստանում էր ներկել, բայց երբեք ներք գնելու փող չուներ։ Մտածեց զանգել ծանոթներին, սուպերմարկետի նախկին գործընկերներին, այն տների տիրուհիներին, որտեղ մաքրություն էր անում։ Բայց գիտեր, որ ոչ ոք իսկապես չի կարող օգնել։ Բոլորը նեղ վիճակում էին ապրում, բոլորն իրենց խնդիրներն ունեին։ Նրա մայրը, տիկին Սիրանուշը, մահացել էր նախորդ տարի։ Սոնան դեռ ամեն օր զգում էր նրա կարոտը, այն ուժեղ քնքուշ ներկայությունը, որը միշտ մխիթարության խոսք ուներ, մի գրկախառնություն, որն ամեն ինչ ավելի քիչ դժվար էր դարձնում։ Տիկին Սիրանուշը ընտանիքի հենասյունն էր եղել, մի կին, որը Սոնային մենակ էր մեծացրել հոր հեռանալուց հետո, մի կին, որը տասնամյակներ շարունակ աշխատել էր որպես խոհարար ռեստորաններում, որպեսզի դստերը կրթություն սնունդ տար։ Երբ նա մահացավ, կարծես Սոնայի մի մասն էլ նրա հետ գնաց։ Այլս ոչ ոք չկար։ Ոչ մոտ հարազատներ, ոչ եղբայրներ, ոչ զարմիկներ կամ հորեղբայրներ, որոնք կարող էին օգնության ձեռք մեկնել։ Նարեի հայրը տարիներ առաջ անհետացել էր, հավանաբար մեկ այլ մարզում էր, գուցե այլ ընտանիք ուներ, գուցե այլս չէր էլ հիշում, որ Նարե անունով դուստր ունի, շագանակագույն աչքերով մի ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ 5 օրը չափազանց արագ անցավ։ Սոնան փորձեց բանակցել 1 շաբաթի, մի քանի օրվա, ցանկացած բանի համար։
Նարեի հետ միասին թակեց պարոն Վարդանի դուռը, ամուր բռնելով դստեր ձեռքը, փորձելով զսպել իրեն, մինչ աղաչում էր ավելի շատ ժամանակ։ Ձեր Վարդանը նրանց նայեց աչքերում անկեղծ տխրությամբ, բայց դանդաղ օրորեց գլուխը։ Նա բացատրեց, որ արդեն վարձով է տվել բնակարանը մեկ այլ ընտանիքի, որ պայմանագիր է ստորագրել, որ չի կարող հետ կանգնել։ Սոնան հասկացավ։ Զայրույթ չկար, միայն մի ծանր հաշտվողականություն, որը քարի պես նստեց նրա կրծքին։ Ուրբաթ առավոտյան, վտարման օրը, Սոնան վաղ արթնացավ, սկսեց հավաքել իրենց սակավաթիվ իրերը։ Առանձնացրեց երկու հին ուսապարկ, մեկը իր, մյուսը Նարեի համար, մեջը դրեց ամենաանհրաժեշտը, մի քանի կտոր հագուստ, փաստաթղթեր, ատամի խոզանակ, թավշյա արջուկը, որը Նարեն տատիկից էր նվեր ստացել նրա մահից առաջ։ Մնացած ամեն ինչ պետք է մնար։ Կահույքը, կաթսաները, իր ունեցած սակավաթիվ գրքերը, պատին շրջանակված լուսանկարները։ Պարոն Վարդանն ասաց, որ մի որոշ ժամանակ կպահի ամեն ինչ, եթե նա կարողանա կարգի բերել իր գործերը։ Բայց Սոնան գիտեր, որ հավանաբար այլս երբեք չի տեսնի այդ իրերը։ Նարեն ամեն ինչ լուր դիտում էր, նստած մահճակալի եզրին, արջուկն ամուր սեղմած կրծքին։ Նա խելացի աղջիկ էր, իր տարիքի համար չափազանց ընկալունակ, նույնիսկ առանց լիովին հասկանալու, թե ինչ է կատարվում, գիտեր, որ շատ վատ բան է տեղի ունենում։ Սոնան փորձում էր ժպտալ նրան, կատակներ անել, թե արկածների են գնում, բայց ձայնը դողացող ու կեղծ էր հնչում, իսկ Նարեն հիմար չէր։ Երբ վերջապես վերջին անգամ դուրս եկան բնակարանից, Սոնան բանալիով փակեց դուռը, որը տվեց միջանցքում սպասող պարոն Վարդանին։ Ծերունին ոչինչ չասաց, պարզապես վերցրեց բանալին անշնորհք ձով թփթփացրեց նրա ուսին, մի ժեստ, որը փորձում էր համերաշխություն փոխանցել, բայց միայն ավելացնում էր այդ պահի ծանրությունը։ Սոնան վերցրեց երկու ուսապարկերը, բռնեց Նարեի ձեռքը, վերջին անգամ իջան աստիճաններով։ Յուրաքանչյուր աստիճան նախորդից ավելի ծանր էր թվում։ Առաջին հարկում նրանք անցան փոքրիկ նախասրահով, որտեղ Նարեն սովորաբար խաղում էր շենքի մյուս երեխաների հետ, անցան ժանգոտ երկաթե դարպասով, որը միշտ ջռում էր բացվելիս, դուրս եկան փողոց։ Նոյեմբերյան անպամած մի օր էր, Երանի ձմռանը բնորոշ այդ սառը ու խոնավ եղանակով։ Սոնան մի պահ կանգ առավ մայթին, հետ նայելով այն շենքին, որն իր տունն էր եղել, զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Բայց չէր կարող լաց լինել, ոչ Նարեի առաջ։ Պետք է ուժեղ լիներ, պետք է լուծում գտներ։ Սկսեցին քայլել առանց որոշակի ուղղության, պարզապես հեռանալով այդտեղից, որովհետ կանգնած մնալը չափազանց ցավոտ էր։ Նարեն քաշեց մոր վերարկուի թքը, հարցրեց այն բարակ ու անմեղ ձայնով, որը կոտրում էր Սոնայի սիրտը։ Մամ, մենք ո՞ւր ենք գնում։ Սոնան կուլ տվեց կոկորթում գոյացած կոշտուկը, ստիպեց իրեն ժպտալ մի ժպիտով, որը չհասավ աչքերին։ Մենք զբոսնելու ենք գնում, աղջիկս։ Ինչ կասես, եթե գնանք այն պուրակը, որը դու սիրում ես։ Կարող ենք այնտեղ նստել, մի քիչ հանգստանալ։ Նարեն առանց հարց տալու ընդունեց պատասխանը, նրանք շարունակեցին քայլել թաղամասի փողոցներով։ Պուրակը մոտ 20 րոպեի քայլքի հեռավորության վրա էր, ցածր ցանկապատերով շրջապատված մի փոքր կանաչ տարածք, մի քանի բետոնե նստարաններով, ժանգոտ ճոճանակով մի սահարանով, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Մեծ բան չէր, բայց այն սակավաթիվ վայրերից էր, որտեղ Նարեն կարող էր խաղալ, որտեղ Սոնան երբեմն կիրակի օրերին տանում էր դստերը, մի փոքր առ ընդունելու մի քանի ժամով մոռանալու իրեն սպառող հոգսերը։ Երբ հասան, պուրակը գրեթե դատարկ էր, միայն մի տարեց պապիկ էր զբոսնում անտեր շան հետ, երկու դեռահաս աղջիկներ նստած էին նստարանին ու խոսում։ Սոնան Նարեն նստեցին ավելի հեռու գտնվող մի նստարանին, մի ծառի տակ, որի ճյուղերը մեղմորեն օրորվում էին սառը քամուց։ Սոնան բացեց ուսապարկը, հանեց մի խնձոր, միակ ուտելիքը, որ կարողացել էին ձեռք բերել այդ օրը։ Նա ձեռքերով կիսեց խնձորը, ավելի մեծ կեսը տվեց Նարեին, որը սկսեց դանդաղ ուտել, փոքր կտորներ կծելով, զգուշորեն ծամելով, կարծես ուզում էր այդ խնձորը հնարավորինս երկար ձգել։ Սոնան դիտում էր դստեր ուտելը, զգում էր ուժեղ սիրո ճնշող մեղքի զգացումի խառնուրդ։ Ինչպես էր հասել այս վիճակին։ Ինչպես էր թույլ տվել, որ իր կյանքն այսքան փլուզվի։ Նա միշտ փորձել էր ամեն ինչ ճիշտ անել, միշտ քրտնաջան աշխատել էր, միշտ ջանք էր գործադրել Նարեի համար լավագույնն ապահովելու։ Բայց դա բավարար չէր։ Երբեք բավարար չէր։ Աշխարհը կարծես դավադրություն էր անում իր նման մարդկանց դեմ, մարդկանց, ովքեր ծնվել էին առանց արտոնությունների, առանց աջակցության ցանցի, առանց ֆինանսական բարձիկի, որը կմեղմեր կյանքի անխուսափելի անկումները։ Երեկոն մոտենում էր, ցուրտն ավելի էր սաստկանում։ Երկու դեռահասները գնացին, շնով պապիկը նույնպես։
Պուրակը դատարկվեց, լապտերների լույսերը սկսեցին ավտոմատ միանալ, տարածքի վրա գցելով դեղնավուն ու թույլ լույս։ Նարեն վերջացրեց իր խնձորի կեսը, կորիզը դրեց վերարգուի գրպանը, ասելով, որ մի օր կտնկի, որ խնձորենի աճի։ Սոնան ժպտաց դրանից, այն փոքրիկ ուրախություններից մեկը, որ երեխաները բերում են նույնիսկ ամենամութ պահերին։ Բայց իրականությունը երկար անտեսել հնարավոր չէր։ Նարեն նայեց մորը իր մեծ աչքերով, նորից հարցրեց, այս անգամ ավելի դողացող, ավելի վախեցած ձայնով. «Մամ, իսկ այսօր գիշեր որտեղ ենք քնելու»։ Հարցը դանակի պես խոցեց Սոնային։ Նա պատասխան չուներ։ Պարզապես չուներ։ Կարող էր ստել, ինչ-որ պատմություն հորինել, բայց Նարեն դրանից ավելիին էր արժանի։ Արժանի էր ազնվության, որքան հնարավոր է։ Սոնան դստերը մոտ քաշեց, ամուր գրկեց նրան, զգալով փոքրիկ ու տաք մարմինն իրեն սեղմված։ «Մենք մի բան կմտածենք, սիրելիս։ Մայրիկը միշտ մի բան մտածում է, չէ՞։ Մենք լավ կլինենք»։ Բայց նույնիսկ դա ասելիս Սոնան չէր հավատում իր իսկ խոսքերին։ Ինչպես էին լավ լինելու։ Որտեղ էին քնելու։ Ինչպես էին հաջորդ օրը ուտելու։ Հարցերը անդադար պտտվում էին նրա գլխում, յուրաքանչյուրը նախորդից ավելի տանջալի։ Հենց այդ լուռ հուսահատության պահին, երբ նա գրկել էր Նարեին պուրակի սառը նստարանին, Սոնան քայլերի ձայն լսեց։ Նա գլուխը բարձրացրեց, տեսավ մի տղամարդու, որը քայլում էր իրենց ուղղությամբ։ Նա մոտ 40 անց մի տղամարդ էր, մուգ մազերով, քունքերին մի քանի ճերմակ մազերով, հագին ջինսե տաբատ պարզ բաճկոն։ Նա ինչ-որ բան էր բռնել ձեռքերում, ուղիղ գալիս էր այն նստարանի կողմը, որտեղ նրանք նստած էին։ Սոնայի պաշտպանական բնազդն անմիջապես արթնացավ։ Նա կկոցեց աչքերը, լարվեց, Նարեին ավելի ամուր սեղմեց իրեն։ Չի կարելի վստահել անծանոթներին, հատկապես Երանի նման մեծ քաղաքում, հատկապես երբ դու խոցելի ես, առանց ոչնչի, առանց ոչ ոքի։ Ո՞վ էր այդ տղամարդը։ Ինչ էր նա ուզում։ Սոնան պատրաստ էր ոտքի կանգնել ու փախչել, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց հետո տղամարդը կանգ առավ նրանցից մի քանի քայլ հեռու, խաղաղության ժեստով բարձրացրեց ձեռքը, ցույց տալով, թե ինչ է բռնել։ Դա նկարչական ալբոմ էր։ Նարեի նկարչական ալբոմը։ Սոնան անմիջապես ճանաչեց այն վարդագույն կազմը ծաղիկների նկարներով, որ Նարեն սիրում էր, ալբոմը, որը աղջիկը ստացել էր դպրոցում տարվա սկզբին ամենուր իր հետ տանում էր, նկարելով ամեն անգամ, երբ մատիտ ու ազատ րոպե ուներ։ Նարեն ուրախության ճիչ արձակեց, վեր կացավ նստարանից։ Իմ ալբոմը։ Մայրիկ, դա իմ նկարչական ալբոմն է։ Տղամարդը բարեհամբույր ժպտաց, ավելի մոտեցավ, ալբոմը մեկնելով աղջկան։ Դուք այն գցել էիք շենքի դարպասի մոտ։ Ես տեսա ձեզ անցնելիս, փորձեցի կանչել, բայց դուք արդեն հեռու էիք։ Եկա ձեր հետից մինչ այստեղ, որ վերադարձնեմ։ Սոնան զգաց մի ակնթարթային թեթացում, խառնված երախտագիտության հետ, բայց դեռ զգոն էր։ Շնորհակալություն, չոր ասաց նա, տղամարդու ձեռքից վերցնելով ալբոմը, տալով Նարեին։ Շատ բարի եք, որ մինչ այստեղ եկել եք միայն դրա համար։ Տղամարդը թոթվեց ուսերը։ Ոչինչ։ Գիտեմ, թե որքան կարևոր են այս բաները երեխաների համար։ Նա պատրաստվում էր շրջվել ու գնալ, բայց հետո կանգ առավ, նորից նայեց Սոնային ու Նարեին։ Նրա հայացքում ինչ-որ բան կար, մի ըմբռնում, որը խոսքերից անդին էր։ Նա տեսավ նստարանի կողքին գետնին դրված երկու հին ուսապարկերը, տեսավ պարզ ու մաշված հագուստները, տեսավ հոգնածությունը Սոնայի դեմքին, տեսավ, թե ինչպես է Նարեն կուչ գալիս մոր կողքին։ Եվ նրա մեջ ինչ-որ բան հասկացավ, պարզապես հասկացավ։ Ներեցեք, եթե անտեղի եմ խառնվում, զգուշորեն ասաց նա, ընտրելով բառերը, բայց դուք լավ եք։ Օգնության կարիք ունեք։ Սոնայի ավտոմատ պատասխանը ժխտելն էր։ Հպարտությունը, վախը, անվստահությունը, ամեն ինչ խառնվեց մի անմիջական մերժման մեջ։ Մենք լավ ենք, շնորհակալություն։ Ոչնչի կարիք չունենք։ Տղամարդը հարգալից գլխով արեց, բայց չշարժվեց։ Մի քանի վայրկյան էլ կանգնեց այնտեղ, կարծես ինչ-որ բան կշռադատելով մտքում։ Տեսեք, վերջապես ասաց նա, ես չգիտեմ, թե ինչպիսին է ձեր իրավիճակը, չեմ հարցնի, որովհետեւ դա իմ գործը չէ։ Բայց ցուրտ է, դրսում դժվար գիշեր է լինելու, եթե ձեզ տեղ է պետք գիշերելու, մի տաք բան ուտելու համար, իմ տունն այստեղից հեռու չէ։ Ես փոխարենը ոչինչ չեմ խնդրում, վտանգավոր խելագար չեմ, պարզապես մեկը, ով ինքն էլ է դժվար պահեր ունեցել, գիտի, թե որքան կարևոր է, երբ ինչ-որ մեկը օգնության ձեռք է մեկնում։
Սոնան լայն բացված աչքերով նայեց նրան։ Նրա մի մասը ուզում էր գոռալ, որ ոչ, որ նրանք չեն ճանաչում այդ տղամարդուն, որ դա կարող է վտանգավոր լինել, որ չի կարելի վստահել անծանոթներին։ Բայց նրա մյուս մասը, հուսահատ մասը, այն մասը, որը սարսափում էր 8 տարեկան դստեր հետ այդ սառը պուրակում ամբողջ գիշեր անցկացնելու մտքից, քննարկեց առաջարկը։ Նա նայեց Նարեին, որը մանկական հետաքրքրությամբ նայում էր տղամարդուն, հետո նորից նայեց նրան, փորձելով ինչ-որ բան կարդալ նրա դեմքին, փորձելով վտանգի որևէ նշան հայտնաբերել։ Բայց այն, ինչ նա տեսավ, անկեղծություն էր։ Նա տեսավ իսկական բարություն այն մուգ աչքերում, մի խորը ըմբռնում, որը բնորոշ է մեկին, ով իսկապես գիտի, թե ինչ է նշանակում տառապել։ Եվ այդ պահին Սոնան հասկացավ, որ իրական ընտրություն չունի։ Այժմ կարորը հպարտությունը կամ անվստահությունը չէր։ Կարորը գոյատումն էր։ Իր դստեր բարեկեցությունը։ Եվ եթե կար ամենահեռավոր հնարավորությունը, որ այդ տղամարդն իր առաջարկում անկեղծ է, նա պետք է ընդուներ, որովհետև այլընտրանքը ամբողջ գիշերը ցրտին, սովին, փողոցների վտանգին ենթարկվելն էր։ Ինչ է ձեր անունը, հարցրեց Սոնան, նրա ձայնը դեռ զգուշավոր էր, բայց ավելի քիչ կոշտ։ Տղամարդը թեթակի ժպտաց։ Իմ անունը Դանիել է։ Դանիել Հակոբյան։ Մոտ 15 տարի է, ինչ այս թաղամասում եմ ապրում։ Իսկ դուք։ Սոնան մի վայրկյան տատանվեց պատասխանելուց առաջ։ Սոնա։ Իսկ սա իմ դուստրն է, Նարեն։ Նա խորը շունչ քաշեց, կայացնելով մի որոշում, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Եթե առաջարկը դեռ ուժի մեջ է, մենք ընդունում ենք։ Միայն այս գիշերվա համար։ Վաղը մի բան կմտածենք։ Դանիելը ըմբռնումով գլխով արեց, առանց աղմուկ բարձրացնելու, առանց խղճահարություն կամ գերազանցություն ցուցաբերելու։ Պարզապես հարգանքով ընդունեց նրա որոշումը։ Իհարկե։ Գնացինք, ուրեմն, հեռու չէ։ 10 րոպեի քայլքի ճանապարհ է։ Նա շրջվեց, սկսեց քայլել, իսկ Սոնան վերցրեց երկու ուսապարկերը, բռնեց Նարեի ձեռքը, հետեց նրան, սիրտը կուրծքը ճեղքում էր, չիմանալով, իր կյանքի լավագույն որոշումն է կայացնում, թե հնարավոր ամենամեծ սխալն է գործում։ Մինչ քայլում էին թաղամասի վատ լուսավորված փողոցներով, Սոնան ուշադիր հետում էր Դանիելին, պատրաստ Նարեին վերցնելու վտանգի առաջին իսկ նշանի դեպքում փախչելու։ Բայց Դանիելը հանգիստ քայլում էր, փոքր մեկնաբանություններ անելով թաղամասի մասին, այն մասին, թե ինչպես է ձմեռն այս տարի ավելի ցուրտ, մանր-մունր բաների մասին, որոնք օգնում էին թուլացնել օդում կախված լարվածությունը։ Նարեն իր հերթին ավելի հանգիստ էր թվում, ամուր բռնելով իր վերագտած նկարչական ալբոմը, շուրջը նայելով երեխաներին բնորոշ բնական հետաքրքրությամբ։ Ուղիղ 10 րոպե անց, ինչպես Դանիելը խոստացել էր, նրանք հասան մի պարզ տան մոտ, խաղաղ բնակելի փողոցում։ Դա մի փոքրիկ մեկհարկանի տուն էր, առջում փոքրիկ ցանկապատով համեստ, բայց խնամված այգիով։ Դանիելը բացեց դարպասը, ժեստով հրավիրեց ներս մտնել։ Սոնան թուքը կուլ տվեց, անցավ դարպասով, զգալով, կարծես անտեսանելի մի սահման է հատում, մտնելով անհայտ տարածք, որտեղ չգիտեր, թե ինչ է գտնելու։ Դանիելը բացեց մուտքի դուռը, վառեց լույսերը։ Տան ներսը պարզ էր, բայց հարմարավետ։ Փոքրիկ հյուրասենյակ, մաշված, բայց մաքուր բազմոցով, գրադարակ, մի քանի գրքերով, լուսանկարների շրջանակներով, փայտե ճաշասեղան, 4 աթոռով։ Ամեն ինչ շատ հասարակ էր, բայց կոկիկ ու խնամված։ Օդում հաճելի հոտ կար, մի բան, որ Սոնան անմիջապես չկարողացավ բնորոշել։ Ներս մտեք, ձեզ հարմար տեղավորվեք, ասաց Դանիելը, իրենց հետից փակելով դուռը։ Դուք երի սոված եք։ Թույլ տվեք մի բան պատրաստեմ ուտելու համար։ Սոնան պատրաստվում էր առարկել, ասել, որ պետք չէ անհանգստանալ, բայց նրա ստամոքսը գրմռաց, նախքան կկարողանար խոսել, մատնելով այն սովը, որը փորձել էր անտեսել ամբողջ օրը։ Դանիելը բարեհամբույր ժպտաց։ Առանց կաշկանդվելու։ Նստեք, 15 րոպեից ուտելիքը պատրաստ կլինի։ Նա անհետացավ խոհանոցում, իսկ Սոնան ու Նարեն կանգնած մնացին հյուրասենյակում, դեռ մի փոքր անհարմար, չիմանալով, թե կոնկրետ ինչ անել։ Նարեն քաշեց, մոր թքը շշնջաց։ Նա լավ մարդու տեսք ունի, չէ՞ մամ։ Սոնան ներք նայեց, այդ հույսով լի շագանակագույն աչքերին, զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Այո, սիրելիս, այդպես է թվում։ Նրանք նստեցին բազմոցին, Սոնան նորից գրկեց Նարեին, համբուրելով դստեր գլուխը, մտքում շնորհակալություն հայտնելով այս փոքրիկ հրաշքի համար, որը հայտնվել էր մի բարի անծանոթի տեսքով Երանի սառը պուրակում։ Մինչ սպասում էին, Սոնան շուրջը նայեց, դիտելով տան մանրամասները։
Գրադարակի լուսանկարների շրջանակներում նա տեսավ Դանիելի լուսանկարները մի տարեց կնոջ հետ, հավանաբար մոր։ Կային նրա ավելի երիտասարդ լուսանկարները, ժպտալիս ինչ-որ լողափում, ինչ-որ խնջույքի ժամանակ։ Թվում էր սովորական, հասարակ կյանք, մեկի, ով աշխատում ապրում էր իր առօրյայով։ Այնտեղ ոչինչ վտանգ չէր հուշում, ոչինչ չէր գործի դնում Սոնայի ներքին ազդանշանները։ Նա սկսեց մի փոքր հանգստանալ, թույլ տալով իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, նրանք հրեշտակ էին գտել բացարձակ կարիքի պահին։ Դանիելը վերադարձավ խոհանոցից, ձեռքին ծխացող ափսեներով սկուտեղ։ Տնական ուտեստի հոտը լցրեց սենյակը, Սոնայի ստամոքսը նորից գրմռաց, այս անգամ ավելի բարձր։ Դա տոմատի սոուսով պարզ մակարոն էր, բայց խնամքով պատրաստված, որին ուղեկցում էին մի քանի կտոր բոված հաց վրան ցանված մի քիչ քերած պանիր։ Մեկի համար, ով օրեր շարունակ նորմալ չէր կերել, դա թագավորական խնջույքի էր նման։ Նա սկուտեղը դրեց հյուրասենյակի սեղանին հրավիրող ժեստ արեց։ Եկեք ուտենք, քանի դեռ տաք է։ Շատ բարդ բան չէ, բայց փորը կշտացնում է ու սիրտը տաքացնում։ Սոնան Նարեն որոշակի ամոթխածությամբ մոտեցան սեղանին, դեռ մարսելով այն անծանոթի բարությունը, որն այդքան անսպասելի մտել էր իրենց կյանք։ Նրանք նստեցին փայտե աթոռներին, մինչ Դանիելը լցնում էր ափսեները, առատ չափաբաժիններ դնելով նրանցից յուրաքանչյուրի համար։ Նարեն նայեց մորը, լուր թույլտվություն խնդրելով ուտել սկսելուց առաջ։ Սոնան գլխով արեց, աղջիկը պատառաքաղը երկու ձեռքով վերցրեց, զգուշորեն փաթաթելով մակարոնը, նախքան բերանը տանելը։ Երբ առաջին պատառաքաղը դիպավ նրա լեզվին, աչքերը հաճույքից լայն բացվեցին։ Շատ համեղ է, Դանիել հորեղբայր, բացականչեց նա այն մանկական անկեղծությամբ, որը չի ճանաչում ֆիլտրեր կամ սոցիալական կանոններ։ Դանիելը լայն ժպտաց, ակնհայտորեն գոհ-գովասանքից։ Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, Նարե։ Մայրս է ինձ սովորեցրել եփել, երբ փոքր էի։ Նա միշտ ասում էր, որ տղամարդը, որը կարողանում է եփել, երբեք սոված չի մնա։ Նա նայեց Սոնային, որն ավելի դանդաղ էր ուտում, համտեսելով յուրաքանչյուր պատառ, կարծես դա իր կյանքի վերջին կերակուրն էր։ Իսկ քեզ դուր եկավ, Սոնա։ Սոնան կուլ տվեց այն, ինչ ծամում էր, գլխով արեց, զգալով, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Դա միայն ուտելիքը չէր, թե այն իսկապես համեղ էր։ Դա ամեն ինչն էր, անսպասելի բարությունը, առանց դատապարտելու հյուրընկալությունը, անվտանգ լինելու զգացումը, թեկուզ ժամանակավոր, մի տաք ու պաշտպանված վայրում այն օրվանից հետո, որն իր կյանքի ամենավատերից մեկն էր եղել։ Հրաշալի է, կարողացավ ասել նա խեղդված ձայնով։ Շնորհակալություն։ Իսկապես շնորհակալություն։ Դուք պատկերացում չունեք, թե որքան բան է սա նշանակում մեզ համար։ Դանիելը գլուխը թափահարեց, նվազեցնելով երախտագիտությունը։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես հստակ գիտեմ, թե որքան է սա նշանակում։ Նրա ասելուծի մեջ ինչ-որ բան կար, մի խորություն, մի ըմբռնում, որը մակերեսային կարեկցանքից անդին էր։ Սոնան նկատեց, բայց չհարցրեց։ Դեռ ոչ։ Նախ պետք էր վերջացնել ուտելը, հանգստացնել սովից ցավացող ստամոքսը, թույլ տալ, որ Նարեն իրեն ապահով խնամված զգա։ Նրանք կերան համեմատաբար լուր, միայն մի քանի անկապ մեկնաբանություններով ուտելիքի, դրսի ցրտի, մանր բաների մասին, որոնք լցնում էին օդը, շատ բան չպահանջելով։ Երբ վերջացրին, Դանիելը հավաքեց ափսեները, տարավ խոհանոց, մերժելով Սոնայի օգնելու առաջարկը։ Այսօր դուք իմ հյուրերն եք։ Թողեք ես զբաղվեմ դրանով։ Մինչ նա խոհանոցում սպասքն էր լվանում, Սոնան նորից շուրջը նայեց։ Տունը համեստ էր, բայց բացահայտում էր մեկի խնամքը, ով գնահատում էր իր տարածքը, նույնիսկ եթե այն պարզ էր։ Պատերը ներկված էին բեժի չեզոք երանգով, հյուրասենյակի պատուհանագոգին մի քանի բույս կար, իսկ գրադարակում գրքերի հետաքրքիր խառնուրդ կար, հայ դասական վեպեր, մի քանի ինքնօգնության գրքեր, մեխանիկայի մասին տեխնիկական ձեռնարկներ։ Դանիելը մարդ էր, որը կարդում էր, որը հետաքրքրվում էր տարբեր թեմաներով, որը խնամում էր իր տունը, նույնիսկ մենակ ապրելով։ Նարեն քնած էր դառնում, գլուխը հենելով մոր ուսին, պայքարելով աչքերը բաց պահելու համար։ Դա երկար էմոցիոնալ առումով հյուծիչ օր էր եղել 8 տարեկան երեխայի համար։ Սոնան շոյեց դստեր մազերը, զգալով փոքրիկ ու տաք մարմնի ծանրությունն իր վրա, բնակարանից դուրս գալուց ի վեր առաջին անգամ թույլ տվեց իրեն մի փոքր ավելի քիչ սեղմված շնչել։ Դանիելը վերադարձավ խոհանոցից, ձեռքերը սրբիչով չորացնելով։ Նայեց ննջող Նարեին, քնքշորեն ժպտաց։ Փոքրիկը հոգնել է։ Թույլ տվեք ցույց տամ սենյակը, որտեղ կարող եք քնել։
Սոնան պատրաստվում էր առարկել, ասել, որ կարող են բազմոցին քնել, որ չեն ուզում ավելի շատ անհանգստացնել, քան արդեն անհանգստացրել են, բայց Դանիելը մեղմորեն բարձրացրեց ձեռքը։ Բոլորովին անհանգստություն չէ։ Ես հյուրասենյակ ունեմ, որը միշտ դատարկ է։ Պարզ է, բայց հարմարավետ մահճակալ մաքուր վերմակներ կան։ Այնտեղ ավելի լավ կլինեք, քան բազմոցին։ Նա նրանց առաջնորդեց մի փոքր միջանցքով, որը տանում էր դեպի տան ննջասենյակները։ Անցավ այն դռան կողքով, որը, ենթադրաբար, իր սենյակն էր, բացեց կողքի դուռը։ Դա իսկապես պարզ սենյակ էր, երկտեղանոց մահճակալով, որը ծածկված էր մուգ կապույտ վերմակով, փոքր պահարանով, սպիտակ վարագույրներով, պատուհանով, գիշերանոթի վրա դրված լամպով։ Բայց այն մաքուր էր, լավ հոտ ուներ, մահճակալը աներակայելի հրապուրիչ էր թվում փողոցներում մի ամբողջ օր քայլելուց հետո։ Լոգարանը դիմացն է, ցույց տվեց Դանիելը։ Պահարանում մաքուր սրբիչներ կան։ Եթե գիշերը որե բանի կարիք ունենաք, իմ սենյակը կողքին է։ Կարող եք առանց խնդրի կանչել։ Նա մի պահ դադար տվեց, կարծես զգուշորեն բառեր ընտրելով։ Ես գիտեմ, որ դուք ինձ չեք ճանաչում, որ այս ամենը տարօրինակ պետք է թվա։ Բայց խոստանում եմ, որ դուք այստեղ ապահով եք։ Ես ոչինչ չեմ անի, փոխարենը ոչինչ չեմ ակնկալում։ Պարզապես ուզում եմ օգնել։ Սոնան նայեց նրա աչքերին, փնտրելով կեղծիքի որե նշան, երկրորդ մտքերի որե ակնարկ։ Բայց այն ամենը, ինչ տեսավ, անկեղծություն էր։ Մի զինաթափող անկեղծություն, որը ստիպեց նրա պաշտպանության վերջին պատնեշներին սկսել փլուզվել։ Ես հավատում եմ ձեզ, մեղմ ասաց նա։ Եվ չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել այս ամենի համար։ Վաղը մենք վաղ դուրս կգանք, այլս չենք անհանգստացնի։ Դանիելը գլուխը թափահարեց։ Վաղը մեկ այլ օր է։ Կտեսնենք, թե ինչպես կլինեն գործերը վաղը։ Առայժմ հանգստացեք։ Բարի գիշեր, Սոնա։ Բարի գիշեր, Նարե։ Նա ձեռքով արեց աղջկան, որը գրեթե քնում էր ոտքի վրա, նա ամաչկոտ կերպով հետ արեց, նախքան նորից մոր գրկում կուչ գալը։ Դանիելը դուրս եկավ սենյակից, դանդաղ փակելով դուռը իր հետից, մորն ու դստերը մենակ թողնելով։ Սոնան օգնեց Նարեին փոխել հագուստը, հագցնելով նրան մաշված գիշերազգեստը, որը բերել էր ուսապարկում։ Աղջիկը հազիվ էր կարողանում աչքերը բաց պահել, անկապ նախադասություններ մրմնջալով նկարչական ալբոմի, համեղ մակարոնի, հայտնված լավ հորեղբոր մասին։ Սոնան նրան պարկեցրեց մահճակալին, ծածկեց կապույտ վերմակով, որը զարմանալիորեն փափուկ ու տաք էր։ Նարեն կուչ եկավ ծածկոցների տակ, թավշե արջուկը սեղմելով կրծքին, 2 րոպեից էլ քիչ անց խորը քնած էր։ Սոնան երկար նստեց մահճակալի եզրին, պարզապես դիտելով դստեր քունը։ Նարեի դեմքին այժմ անհանգստության նշաններ չկային, միայն մի երեխայի հանգիստ խաղաղություն, որը վերջապես ապահով հարմարավետ տեղում էր։ Արցունքները, որոնք Սոնան զսպել էր ամբողջ օրը, վերջապես սկսեցին հոսել նրա դեմքով։ Թեթացման, երախտագիտության, էմոցիոնալ հյուծվածության արցունքներ։ Նա լուռ լաց եղավ, թույլ տալով, որ ամեն ինչ դուրս գա, բոլոր կուտակված լարվածություններն ու վախերը։ Մի քանի րոպե անց նա ձեռքերով սրբվեց, գնաց Դանիելի ցույց տված լոգարան լված դեմքը։ Նայեց հայելու մեջ, տեսավ 32 տարեկան մի կնոջ, որը 40-ի տեսք ուներ, խորը պարկերով աչքերի տակ, հոգնած մաշկով, խառնված մազերով։ Տեսավ մի կնոջ, որին կյանքը կոտրել էր, բայց որը դեռ լիովին չէր հանձնվել։ Տեսավ մի մոր, որն ամեն ինչ կաներ իր դստեր համար, որը կգոյատեր ամեն ինչ, քանի դեռ դա նշանակում էր, որ Նարեն լավ կլինի։ Վերադարձավ սենյակ, պառկեց դստեր կողքին հարմարավետ մահճակալին։ Ամիսներ, գուցե տարիներ շարունակ առաջին անգամ նա կարողացավ մի փոքր հանգստանալ։ Ոչ լիովին, որովհետև դեռ հազարավոր հոգսեր կային նրա գլխում, հազարավոր հարցեր ապագայի մասին, բայց բավականաչափ, որպեսզի նրա լարված մկանները մի փոքր թուլանան, որպեսզի նրա շնչառությունը ավելի կանոնավոր դառնա։ Նա փակեց աչքերը, զարմանալիորեն քնեց։ Հաջորդ առավոտ Սոնան արթնացավ թարմ սուրճի բույրից։ Մի շփոթված պահ նա չգիտեր, թե որտեղ է, խուճապը համակեց նրան։ Բայց հետո տեսավ իր կողքին քնած Նարեին, տեսավ անծանոթ, բայց հարմարավետ սենյակը, ամեն ինչ հիշեց, վտարումը, պուրակը, Դանիելը։ Նա զգուշորեն նստեց մահճակալին, որպեսզի չարթնացնի դստերը, ստուգեց բջջայինը։ Շաբաթ օրվա առավոտյան ժամը 8-ն էր։ Նրանք քնել էին գրեթե 10 ժամ անընդմեջ։ Դանդաղ վեր կացավ, ձեռքերով ուղեց մազերը, դուրս եկավ սենյակից։
Միջանցքում նա սուրճի բույրի հետից գնաց դեպի խոհանոց, որտեղ գտավ Դանիելին, որը նախաճաշ էր պատրաստում։ Նա հագել էր պարզ շապիկ սպորտային տաբատ, մազերը դեռ մի փոքր խառնված էին քնից, բայց հանգիստ թուլացած արտահայտությամբ։ «Բարի լույս», ողջունեց նա, տեսնելով նրա մտնելը։ «Լավ քնեցիր»։ Սոնան գլխով արեց, դեռ մի փոքր ամաչկոտ այդ տարօրինակ իրավիճակում, լինելով մի անծանոթի տանը, որն ինչ-որ կերպ այլս այդքան էլ անծանոթ չէր թվում։ «Ավելի լավ, քան սպասում էի։ Շնորհակալություն, որ թույլ տվեցիք մնալ։ Մահճակալը շատ հարմարավետ է»։ Դանիելը ժպտաց։ «Ուրախ եմ։ Նախաճաշ էի պատրաստում։ Շատ բարդ բան չէ, բայց ֆրանսիական հաց կա, սուրճ, կաթ, կարագ ջեմ»։ Նարեն արդեն արթնացել է։ Այդ պահին, կարծես տիեզերքը սպասում էր ճիշտ պահի, Նարեն հայտնվեց խոհանոցի դռան մոտ, աչքերը շփելով, արջուկը մի ձեռքին կախված։ «Բարի լույս», ասաց նա դեռ քնից խռպոտ ձայնով։ Նրանք երեքով նախաճաշեցին խոհանոցի սեղանի շուրջ։ Դա տարօրինակ կերպով ընտանեկան սովորական տեսարան էր, կարծես դա առօրյա էր, կարծես նրանք միմյանց ճանաչում էին տարիներ, այլ ոչ թե ընդամենը մի քանի ժամ։ Նարեն առավոտյան ավելի աշխույժ էր, Դանիելին պատմում էր իր նկարների, դպրոցի ընկերուհիների, իր սիրելի ուսուցչուհու մասին։ Դանիելը անկեղծ ուշադրությամբ լսում էր, հարցեր տալիս, ծիծաղում զվարճալի պատմությունների վրա, իրական հետաքրքրություն ցուցաբերում այն աղջկա կյանքի նկատմամբ, որին հազիվ էր ճանաչում։ Սոնան սեղմված սրտով դիտում էր նրանց փոխհարաբերությունները։ Նարեն երբեք հայրական կերպար չէր ունեցել։ Հայրը հեռացել էր, երբ նա շատ փոքր էր, այդ ժամանակվանից միայն Սոնան ու ինքն էին աշխարհի դեմ։ Տեսնելով, թե ինչպես է դուստրը Դանիելի հետ այդքան բնական վստահ շփվում, միաժամանակ մխիթարական ցավոտ էր։ Մխիթարական, որովհետև ցույց էր տալիս, որ Նարեն դեռ կարողանում է վստահել, բացվել, կապեր ստեղծել։ Ցավոտ, որովհետև Սոնան մտածում էր, թե արդյոք զրկում է դստերը ինչ-որ կարևոր բանից, իրենց կյանքում տղամարդ չունենալով։ Նախաճաշից հետո, մինչ Նարեն հյուրասենյակում մուլտֆիլմեր էր դիտում, Սոնան օգնեց Դանիելին լվանալ սպասքը։ Նրանք կողք կողքի աշխատում էին հարմարավետ լռության մեջ մի քանի րոպե, մինչ Դանիելը խախտեց լռությունը։ «Սոնա, ես չեմ ուզում անտեղի խառնվել, բայց դու որևէ ծրագիր ունես։ Գնալու տեղ ունես»։ Հարցը, թե բարությամբ տրված, հետ բերեց այն ամբողջ իրականությունը, որը Սոնան կարողացել էր ժամանակավորապես մոռանալ։ Նա դադարեց լվանալ ափսեն, որը բռնել էր, նայեց լվացարանի փրփրոտ ջրին։ «Ոչ», խոստովանեց նա ցածր ձայնով։ «Ոչ մի ծրագիր չունեմ։ Ընտանիք չունեմ, ընկերներ չունեմ, որոնք կարող են մեզ ապաստան տալ։ Մտածում էի գնալ քաղաքային կացարան, բայց վախենում եմ։ Վատ պատմություններ եմ լսել այդ վայրերի մասին»։ Դանիելը ըմբռնումով գլխով արեց։ «Հասկանում եմ։ Իսկ աշխատանք։ Փնտրում էիր»։ Սոնան չորացրեց ձեռքերը, հենվեց խոհանոցի սեղանին։ «Ես աշխատում եմ որպես օրավարձով մաքրուհի, բայց դա բավարար չէ։ Աշխատանքները պատահական են, չեմ կարողանում վարձի համար գումար հավաքել։ Ամիսներ առաջ կորցրի իմ հիմնական աշխատանքը, այդ ժամանակվանից մշտական պայքար է միայն ուտելու համար գումար վաստակելը»։ Նրա ձայնում ամոթ կար դա խոստովանելիս, մի ամոթ, որը Դանիելն անմիջապես նկատեց։ «Դժվարությունների միջով անցնելու մեջ ամոթալի ոչինչ չկա», վստահ ասաց նա։ «Դա ավելի շատ մարդկանց հետ է պատահում, քան դու պատկերացնում ես։ Համակարգը ստեղծված է, որ մենք ձախողվենք, հատկապես մեզ նման մարդիկ, ովքեր ներքից են սկսում»։ Նա մի պահ դադար տվեց, կարծես կարևոր որոշում կայացնելով։ «Տես, ես քեզ մի առաջարկ ունեմ։ Կարող է տարօրինակ թվալ մեկից, ում երեկ ես ճանաչել, բայց լսիր ինձ մինչ վերջ»։ Սոնան շրջվեց նրան նայելու, հետաքրքրված մի փոքր անհանգիստ։ Դանիելը շարունակեց. «Ես աշխատում եմ որպես մեխանիկ այստեղի մոտակա արհեստանոցում։ Շատ չեմ վաստակում, բայց բավական է մենակ հարմարավետ ապրելու համար։ Այս տունն իմն է, մարված, մորիցս ժառանգություն։ Սենյակը, որտեղ դուք քնեցիք, անընդհատ դատարկ է։ Ես մտածում էի, ինչ կլինի, եթե դուք մի որոշ ժամանակ այստեղ մնաք։ Միայն մինչ դու կարողանաս բավականաչափ գումար հավաքել նոր տուն վարձելու, ավելի լավ աշխատանք գտնելու, կյանքդ կարգի բերելու համար»։ Սոնան բերանը բաց նայեց նրան։ «Դանիել, ես չեմ կարող դա ընդունել։ Դուք մեզ նույնիսկ չեք ճանաչում։ Ինչու պետք է այդպիսի բան անեիք»։ Նա թոթվեց ուսերը, բայց նրա հայացքում ավելի խորը բան կար։
Որովհետ ես էլ եմ եղել այնտեղ, որտեղ դու հիմա ես։ Ոչ ճիշտ նույն իրավիճակում, բայց մոտ։ Եվ ես գիտեմ, թե որքան տարբեր կլիներ, եթե ինչ-որ մեկն ինձ օգնության ձեռք մեկներ, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեի։ Այնտեղ մի պատմություն կար, հասկացավ Սոնան։ Մի պատմություն, որը Դանիելը դեռ չէր պատմել, բայց որը ինչ-որ կերպ ծանրացել էր նրա վրա։ Նա ուզում էր հարցնել, ավելին իմանալ, բայց մինույն ժամանակ հարգում էր, որ նա կկիսվի, երբ եթե ցանկանա։ Ես չգիտեմ, ինչ ասել, մրմնջաց նա։ Սա չափազանց մեծ առատաձեռնություն է։ Ինչպես կարող եմ փոխհատուցել։ Դանիելը մի պահ մտածեց։ Եթե ուզում ես ինչ-որ կերպ փոխհատուցել, կարող ես տանը հետել, մինչ ես աշխատանքի եմ։ Եփել, մաքրել, այդպիսի բաներ։ Ես շատ վատ եմ տունը կոկիկ պահում, երբ մենակ եմ։ Իսկ դու ասացիր, որ մաքրությամբ ես զբաղվում, այնպես որ դա մի բան կլինի, որ դու արդեն գիտես անել։ Դա աշխատավարձով պաշտոնական աշխատանք չէ, բայց գոնե դուք կունենաք տանիք, ուտելիք, անվտանգություն, մինչ դու ավելի լավ բան կփնտրես։ Առաջարկը չափազանց գայթակղիչ էր, չափազանց լավ, որպեսզի իրական լիներ։ Ամբողջ կյանքում Սոնան սովորել էր, որ երբ ինչ-որ բան չափազանց լավ է թվում, որպեսզի իրական լինի, սովորաբար ինչ-որ թակարդ կա։ Բայց նայելով Դանիելին, այն տղամարդուն, որը հայտնվել էր ոչ մի տեղից իր հանգիստ բարությամբ ազնիվ աչքերով, նա ոչ մի թակարդ չէր կարողանում տեսնել։ Տեսնում էր միայն մի իսկապես լավ մարդու, որը փորձում էր օգնել կարիքի մեջ գտնվող մեկ այլ մարդու։ Լավ, վերջապես ասաց նա, նրա ձայնը վստահ էր, չնայած ներքին դողին։ Մենք ընդունում ենք, բայց պայմաններով։ Առաջին, սա ժամանակավոր է։ Հենց որ կարողանամ իմ գործերը կարգի բերել, մենք կհեռանանք, այլս չենք անհանգստացնի։ Երկրորդ, ես կհետեմ տանը, կեփեմ, կմաքրեմ, կանեմ այն ամենը, ինչ քեզ պետք է, բայց եթե որևէ պահի դու ցանկանաս, որ մենք հեռանանք, պարզապես ասա։ Եվ երրորդ, ցանկացած տարօրինակ պահվածք, ցանկացած բան, որն ինձ անհարմար կզգացնի կամ որե կերպ կսպառնա իմ դստերը, մենք անմիջապես կհեռանանք։ Պայմանավորվեցինք։ Դանիելը ձեռքը մեկնեց գործարքը կնքելու համար։ Պայմանավորվեցինք։ Եվ Սոնա, այն վերջին կետի մասին ես երբեք ոչինչ չէի անի ձեզ վտանգի ենթարկելու համար։ Դու իմ խոսքն ունես։ Նա սեղմեց նրա ձեռքը, զգալով սեղմման ամրությունը, նրա մաշկի հանգստությունը, նրա ներսում ինչ-որ բան մի փոքր ավելի թուլացավ։ Հաջորդ օրերը զարգացան զարմանալիորեն հաճելի առօրյայով։ Սոնան վաղ էր արթնանում, նախաճաշ պատրաստում երեքի համար, կարգի բերում տունը, մինչ Դանիելը գնում էր արհեստանոց աշխատելու, կեսօրին Նարեին բերում էր դպրոցից ընթրիք պատրաստում նրա վերադարձի համար։ Նարեն արագ հարմարվեց, Դանիելին վերաբերվելով հարգանքի քնքշության խառնուրդով, որն օրեցօր աճում էր։ Տղամարդը իր հերթին համբերատար ուշադիր էր աղջկա նկատմամբ, երբեմն փոքր նվերներ բերելով արհեստանոցից, գունավոր բանալու կախազարդ, հետաքրքիր կպչուն, շոկոլադներ, որոնք գնել էր տունդարձի ճանապարհին։ Սոնան սկզբում զգուշավոր միշտ որոշակի էմոցիոնալ հեռավորություն պահպանելով, սկսեց հասկանալ, որ Դանիելը հենց այն էր, ինչ թվում էր, լավ, աշխատասեր, միայնակ մարդ, որը ուրախություն էր գտնում երկու մարդկանց օգնելու մեջ, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին։ Նրանք գիշերները զրուցում էին Նարեի քնելուց հետո, կիսվելով իրենց կյանքի պատմություններով, երազանքներով, հիասթափություններով։ Դանիելը պատմեց արհեստանոցում իր աշխատանքի մասին, այն մասին, թե ինչպես էր արհեստը սովորել Հարանից, երբ դեռահաս էր, այն մասին, թե ինչպես էր մայրը նրան մենակ մեծացրել հոր հեռանալուց հետո։ Սոնան կիսվեց իր սեփական պատմությամբ, աղքատ, բայց սիրով լի մանկությունը, շնորհիվ մոր աղետալի հարաբերությունները Նարեի հոր հետ, մայրության աշխատանքի հավասարակշռման փորձերի պայքարի տարիները, նախորդ տարի տիկին Սիրանուշի կործանարար կորուստը։ Նրանց միջ մի հեշտություն կար, որը հազվադեպ էր, փոխադարձ ըմբռնում մարդկանց, ովքեր ճանաչում էին դժվարությունների դառը համը, ովքեր գոյատել էին սեփական ուժի դիմացկունության շնորհիվ։ Երեքշաբթի երեկոյան, մոտ 2 շաբաթ անց այն բանից, երբ Սոնան Նարեն տեղափոխվել էին Դանիելի տուն, նրանք երեքով ընթրում էին, երբ տղամարդը մի հայտարարություն արեց։ Մի նորություն ունեմ, ասաց նա, մի փոքր նյարդային տեսքով։ Սոնան Նարեն սպասողական նայեցին նրան։ Իմ ընկերներից մեկը կոմերցիոն մաքրման փոքր ընկերության սեփականատեր է։ Նա մեկին էր փնտրում կես դրույքով գիշերները գրասենյակներ մաքրելու համար։ Ես նրա հետ խոսեցի քո մասին, Սոնա, նա ասաց, որ եթե դու ուզում ես, կարող ես հաջորդ շաբաթվանից սկսել։ Աշխատավարձը շատ չէ, բայց կանոնավոր է, պաշտոնական գրանցումով, ժամերը հարմար են, որ դու Նարեին դպրոցից վերցնես աշխատանքի գնալուց առաջ։
Սոնան պատառաքաղը գցեց ափսեի մեջ, աչքերը զարմանքից լայն բացված։ Լո՛րջ, դու դա արեցիր ինձ համար։ Դանիելը համեստորեն ժպտաց։ Պարզապես նշեցի, որ մի մարդու եմ ճանաչում, ով աշխատանքի կարիք ունի շատ հմուտ է։ Մնացածը նա որոշեց։ Բայց այո, եթե ուզում ես, աշխատանքը քոնն է։ Սոնան զգաց, որ արցունքները լցվում են աչքերը։ Դա իսկական աշխատանք էր գրանցումով, հաստատուն աշխատավարձով, ապագա պլանավորելու հնարավորությամբ։ Դա առաջին իրական քայլն էր այն փոսից դուրս գալու համար, որտեղ ընկել էր։ Այո, ուզում եմ, ասաց նա խեղդված ձայնով։ Շատ շնորհակալ եմ, Դանիել։ Ես չգիտեմ, ինչպես եմ կարողանալու շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դու անում ես մեզ համար։ Դանիելը գլուխը թափահարեց, ակնհայտորեն անհարմար զգալով ավելորդ երախտագիտությունից։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես անում եմ այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Բայց Սոնան գիտեր, որ դա ճիշտ չէ։ Մարդկանց մեծամասնությունը պուրակում կանցներ իրենց կողքով, երկրորդ անգամ չնայելով։ Մարդկանց մեծամասնությանը չէր հուզի անօթան մոր դստեր ճակատագիրը։ Դանիելը յուրահատուկ էր, ամեն անցնող օրվա հետ Սոնան դա ավելի հստակ էր հասկանում։ Ամիսներն անցնում էին, Սոնայի կյանքը սկսեց ընդունել միծ, որին նա ամիսներ առաջ չէր հավատում, թե հնարավոր է։ Կոմերցիոն մաքրման ընկերությունում աշխատանքը շատ ավելի լավը դուրս եկավ, քան նա սպասում էր։ Նրա ղեկավարը Արմենը արդար մարդ էր, որը գնահատում էր նվիրված աշխատողներին, Սոնան արագ ապացուցեց, որ լավագույններից մեկն է։ Նա ջանասիրաբար աշխատում էր, միշտ ժամանակին էր գալիս, երբեք չէր բողոքում, որը առաջադրանքից շուտով շահեց նրա վստահությունը։ 3 ամիս անց Արմենը ավելացրեց նրա աշխատանքային ժամերը, հետաբար աշխատավարձը, ճանաչելով այն կնոջ արժեքը, որն իր աշխատանքը կատարում էր հպարտությամբ հմտությամբ։ Նարեն լավ էր սովորում դպրոցում, նրա գնահատականները զգալիորեն բարելավվել էին, ուսուցչուհին Սոնային ասել էր, որ աղջիկն ավելի երջանիկ, ավելի կենտրոնացած, ավելի ներկա է թվում։ Զարմանալի չէր։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Նարեն կայունություն ուներ, իսկական տուն ուներ, ամեն օր սեղանին ուտելիք ուներ, պետք չէր անհանգստանալ, թե գիշերը քնելու տեղ կունենա։ Երեխայի մեջ փոփոխությունը տեսանելի էր, նա ավելի շատ էր ժպտում, ավելի շատ էր խաղում, վերադարձել էր նախկին կրքով նկարելուն։ Սոնայի Դանիելի հարաբերությունները նույնպես զարգացել էին բնական անսպասելի կերպով։ Այն, ինչ սկսվել էր որպես երախտագիտություն նրա կողմից, առատաձեռնություն նրա կողմից, վերածվում էր ավելի խորը բանի, իսկական ընկերության։ Նրանք խոսում էին ամեն ինչից, կիսվում օրվա պատմություններով, միասին ծիծաղում մանրուքների վրա, աջակցում միմյանց դժվար պահերին։ Դանիելը դարձել էր մշտական ներկայություն Նարեի կյանքում, մի տեսակ հայրական կերպար, որը աղջիկը երբեք չէր ունեցել։ Նա օգնում էր նրան տնային աշխատանքներում, խաղում էր նրա հետ հանգստյան օրերին, ներկա էր լինում դպրոցական միջոցառումներին։ Եվ այս ամենն անում էր բնականon, առանց աղմուկի, կարծես դա աշխարհի ամենասովորական բանն էր։ Սոնան սկսեց գումար խնայել։ Ամեն ստացած աշխատավարձից մի մասն առանձնացնում դնում էր խնայողական հաշվին, որը բացել էր։ Դա երկարաժամկետ ծրագիր էր, բավականաչափ գումար հավաքել փոքր բնակարանի կանխավճարի համար, որպեսզի վերջապես ունենա մի բան, որը միայն իրենը Նարեինը կլինի, որպեսզի ոչ ոքի բարությունից կախված չլինի, որքան էլ որ այն անկեղծ լիներ։ Նա խոսել էր Դանիելի հետ այդ մասին, նա լիովին աջակցել էր գաղափարին, թե հասկացրել էր, որ նրանք կարող են իր տանը մնալ այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Բայց մի բան կար, որ Սոնան նկատում էր Դանիելի մեջ, մի բան, որ նա փորձում էր թաքցնել, բայց որը երբեմն հայտնվում էր նրա հայացքում, մի խորը տխրություն, մի կարոտ, որը նա իր հետ կրում էր։ Նա դա նկատում էր հատկապես, երբ նա նայում էր գրադարակի վրա դրված մոր լուսանկարներին, կամ երբ հիշում էր մանկության որևէ հուշ։ Այնտեղ մի պատմություն կար, որը նա դեռ լիովին չէր կիսել, Սոնան հարգում էր դա, սպասելով այն պահին, երբ նա իրեն հարմար կզգա բացելու իր կյանքի այդ գլուխը։ Այդ պահը եկավ կիրակի երեկոյան, երբ Նարեն արդեն քնել էր, նրանք երկուսով նստած էին հյուրասենյակի բազմոցին, յուրաքանչյուրը մի բաժակ թեյ ձեռքին, խոսելով ոչ մի կոնկրետ բանի մասին։ Դանիելը մի պահ լռեց, նայելով բաժակին, հետո սկսեց խոսել ցածր հուզմունքով լի ձայնով։ Ես քեզ երբեք մանրամասն չեմ պատմել իմ մանկության մասին, սկսեց նա։ Սոնան ոչինչ չասաց, պարզապես սպասեց, որ նա շարունակի իր տեմպով։ Մայրս, տիկին Հելենը, ինձ մենակ է մեծացրել։ Հայրս հեռացել է, երբ ես մոտ 5 տարեկան էի։ Նրանից շատ բան չեմ հիշում, միայն մի քանի մշուշոտ պատկերներ։
Մայրս աշխատում էր որպես մաքրուհի թաղամասի մի քանի տներում, ինչպես դու հիմա ես աշխատում։ Նա ամեն ինչ անում էր ինձ ավելի լավ կյանք տալու համար։ Նա դադար տվեց, մի կում թեյ խմեց, Սոնան տեսավ, որ նրա աչքերը փայլում էին չթափված արցունքներից։ Երբ ես մոտ 12 տարեկան էի, մենք շատ դժվար ժամանակաշրջան ունեցանք։ Մայրս հիվանդացավ, ոչ լուրջ բան, բայց մի քանի շաբաթ չկարողացավ աշխատել։ Փողը արագ վերջացավ։ Մենք օրական մեկ անգամ էինք ուտում, երբեմն նույնիսկ դա էլ չէր լինում։ Ես հիշում եմ սոված քնելու, սոված արթնանալու, սոված փորով դպրոց գնալու, ուսուցչի ասած ոչ մի բանի վրա չկարողանալու կենտրոնանալու զգացողությունը։ Սոնան զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա շատ լավ գիտեր այդ զգացողությունը, նման պահեր էր ապրել, հատկապես Դանիելին հանդիպելուց առաջ վերջին ամիսներին։ Մի օր, շարունակեց Դանիելը, նրա ձայնն այժմ ավելի ամուր էր, ես դպրոցից վերադարձա տան դռան մոտ մի փաթեթ գտա։ Դա սննդով լի տոպրակ էր, բրինձ, լոբի, մակարոն, ձեթ, շաքարավազ, սուրճ, նույնիսկ մի քանի թխվածքաբլիթ։ Ոչ մի գրություն չկար, ոչինչ, որ բացատրեր, թե ով է թողել։ Մայրս զարմացավ, բայց ընդունեց օգնությունը, քանի որ այլ ընտրություն չուներ։ Մենք մտածեցինք, որ հարաններից մեկն է, որը խղճում է մեզ։ Նա նայեց Սոնային մի այնպիսի լարվածությամբ, որը նա նախկինում չէր տեսել։ Դա կրկնվեց 2 անգամ հաջորդ շաբաթների ընթացքում։ Ինչ-որ մեկը, մենք չգիտեինք ով, մեր դռան մոտ ուտելիք էր թողնում։ Միշտ գիշերվա կեսին, միշտ առանց նշելու, թե ով է։ Այդ սննդի տոպրակները փրկեցին մեզ, Սոնա։ Բառացիորեն։ Դրանք մեզ կենդանի պահեցին, մինչ մայրս ապաքինվեց վերադարձավ աշխատանքի։ Ես երբեք դա չեմ մոռացել։ Երբեք չեմ մոռացել այն մարդու բարությունը, ով էլ որ լիներ, որն այդ պահին մեզ օգնեց։ Սոնան հուզված էր պատմությունից, բայց դեռ լիովին չէր հասկանում, թե ինչու է Դանիելը դա հիմա, ամիսներ անց, կիսում։ Նա խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվելով ինչ-որ կարևոր բան ասելու։ Տարիներ անց, երբ ես արդեն մեծ էի, մայրս ավելի տարեց էր, նա ինձ պատմեց, թե ով էր թողել այդ սնունդը։ Դա մի կին էր, որն ապրում էր մեր շենքում, մի կին, Սիրանուշ անունով։ Սոնայի աշխարհը կանգ առավ։ Անունը զանգի պես հնչեց նրա գլխում, անհնար էր անտեսել։ Սիրանուշ, կրկնեց նա, նրա ձայնը հազիվ շշուկից բարձր էր։ Դանիելը դանդաղ գլխով արեց, հետելով նրա արձագանքին։ Տիկին Սիրանուշ։ Նա աշխատում էր որպես խոհարար ռեստորանում, նա մաքրության լրացուցիչ աշխատանքներ էր անում, ինչպես մայրս։ Նրանք իրար տեսքով ճանաչում էին, բարում էին, երբ հանդիպում էին միջանցքում կամ շենքի լվացքատանը, բայց մտերիմ չէին։ Սոնան զգաց, կարծես հատակը անհետանում է իր ոտքերի տակից։ Իմ մայրը, դժվարությամբ ասաց նա, իմ մոր անունը Սիրանուշ էր։ Տիկին Սիրանուշ Սիլվա։ Նա ամբողջ կյանքում աշխատել է որպես խոհարար լրացուցիչ մաքրություններ էր անում եկամուտը լրացնելու համար։ Դանիելը լայն բացված աչքերով նայեց նրան, կարծես առաջին անգամ տեսնելով։ Քո մայրն էր տիկին Սիրանուշը, հարցրեց նա, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Սոնան գլխով արեց, անկարող խոսելու, արցունքներն արդեն ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Դանիելը թեյի բաժակը դրեց սուրճի սեղանիկի վրա դողացող ձեռքերով։ Աստված իմ, մրմնջաց նա։ Աստված իմ, Սոնա։ Ես չգիտեի։ Պատկերացում չունեի։ Երբ ես ձեզ տեսա այն գիշեր պուրակում, երբ տեսա քեզ Նարեին կորած, հուսահատ, առանց գնալու տեղ, իմ ներսում ինչ-որ բան ասաց, որ ես պետք է օգնեմ։ Դա ողորմություն չէր, խղճահարություն չէր։ Դա ավելի խորը բան էր, կարծես մի պարտք, որը ես պետք է վերադարձնեի, նույնիսկ առանց լիովին հասկանալու, թե ինչու։ Նա վեր կացավ բազմոցից գնաց դեպի գրադարակ, վերցնելով լուսանկարների շրջանակներից մեկը։ Վերադարձավ ցույց տվեց Սոնային։ Դա հին, խամրած լուսանկար էր, մոտ 40 անց մի կնոջ լայն ժպիտով, մազերը հավաքված բարձր սանրվածքով, բարի աչքերով։ Սա մայրս է, տիկին Հելենը։ Նա այս լուսանկարը պահել է ամբողջ կյանքում որպես հիշողություն այն դժվար ժամանակներից, որոնք մենք միասին հաղթահարեցինք։ Սոնան նայեց լուսանկարին խորը ճանաչում զգաց, ոչ թե կնոջը, այլ այն սերը ուժը, որոնք ճառագում էին այդ պատկերից։ Քո մայրը, շարունակեց Դանիելը, նրա ձայնը կոտրվելով, քո մայրը փրկեց ինձ մորս, երբ մենք ամենաշատն էինք, դրա կարիքն ունեինք։ Նա մեզ լավ չէր ճանաչում, ոչ մի պարտավորություն չուներ, հավանաբար հազիվ փող ուներ իր համար, բայց այնուամենայնիվ առանձնացրեց իր ունեցածի մի մասը, օգնելու կարիքի մեջ գտնվող 2 մարդկանց։
Եվ դա արեց անանուն, առանց ճանաչում կամ երախտագիտություն ակնկալելու։ Արեց, որովհետև դա ճիշտ էր, որովհետև նա հսկայական սիրտ ուներ։ Սոնայի արցունքներն այժմ անդադար հոսում էին։ Նա մշուշոտ հիշում էր, որ մայրը նշում էր, որ օգնում է որոշ հարանների, երբ կարողանում է, բայց երբեք շատ չէր մտածել դրա մասին։ Տիկին Սիրանուշը այդպիսին էր, միշտ մտածում էր ուրիշների մասին, միշտ օգնության ձեռք մեկնում, նույնիսկ երբ ինքն էր պայքարում։ Երբ ես տեսա քեզ Նարեին այն պուրակում, ասաց Դանիելը, նորից նստելով բազմոցին Սոնայի կողքին, կարծես տիեզերքն ինձ հնարավորություն էր տալիս փոխհատուցելու, վերադարձնելու այն բարությունը, որը ստացել էի։ Ես չգիտեի, որ դու տիկին Սիրանուշի դուստրն ես, երդվում եմ, չգիտեի։ Բայց հիմա հասկանում եմ, թե ինչու զգացի այդ անմիջական կապը, ձեզ օգնելու այդ հրատապ անհրաժեշտությունը։ Սոնան չէր կարողանում լիովին մարսել այն, ինչ լսում էր։ Դա անհնար էր, չափազանց մեծ զուգադիպություն էր, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ իմաստ ուներ։ Նրա մայրը տասնամյակներ առաջ բարության սերմ էր ցանել, հիմա, երբ իր դուստրն ամենաշատն էր դրա կարիքն ունեին, այդ բարությունը բազմապատկված վերադարձել էր։ Կարծես տիկին Սիրանուշը հոգ էր տանում նրա մասին ինչ-որ տեղից, երաշխավորելով, որ ինքն ու Նարեն ապահով կլինեն։ Նա մահացավ անցյալ տարի, կարողացավ ասել Սոնան հեկեկոցների միջից։ Մայրս։ Նա սրտի խնդիրներ ուներ, շատ արագ եղավ։ Ժամանակ չունեցա պատրաստվելու, ճիշտ հրաժեշտ տալու։ Եվ նրա մահից հետո կարծես հողը կորցրի ոտքերիս տակից։ Նա ամեն ինչ էր ինձ համար, իմ միակ իսկական ընտանիքը։ Երբ կորցրի աշխատանքս գործերը սկսեցին վատանալ, ես այնքան էի կարոտում նրան, նրա խորհուրդներին, նրա ուժին։ Դանիելը ձեռքը դրեց նրա ուսին մխիթարության ժեստով։ Քո մայրը յուրահատուկ մարդ էր, Սոնա։ Այն, ինչ նա արեց ինձ մորս համար այն դժվար պահին, փոխեց մեր կյանքը։ Ոչ միայն որովհետև սնունդը մեզ ֆիզիկապես կերակրեց, այլ որովհետև մեզ ցույց տվեց, որ աշխարհում բարություն կա, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Դա ինձ վրա խորը տպավորություն թողեց։ Մայրս միշտ այնքան ջերմությամբ, այնքան հարգանքով էր խոսում տիկին Սիրանուշի մասին։ Երբ նա էլ մահացավ 5 տարի առաջ, վերջին բաներից մեկը, որ ասաց ինձ, այն էր, որ երբեք չմոռանամ բարության դասը, որ տիկին Սիրանուշը մեզ սովորեցրեց։ Նրանք երկուսով երկար լուռ մնացին, կլանելով այդ բացահայտման ծանրությունն ու գեղեցկությունը։ Դա մի կապ էր, որը պատահականությունից անդին էր, մի անտեսանելի ցանց, հյուսված ժամանակի հանգամանքների միջով, որը կապում էր երկու ընտանիքներ կարեկցանքի առատաձեռնության գործողություններով։ Սոնան զգում էր, կարծես վերջապես հասկանում էր, թե ինչու է ամեն ինչ այդպես տեղի ունեցել, թե ինչու է Դանիելը հայտնվել հենց այն ժամանակ, երբ նա ամենաշատն էր նրա կարիքն ունեցել, թե ինչու է նա այդքան համառորեն բարի եղել իրենց հետ։ Գիտես, որն է ամենազարմանալին, մեղմ ասաց Դանիելը։ Դու նրա նման ես։ Այն ձև, որով դու հոգ ես տանում Նարեի մասին, ինչպես ես քրտնաջան աշխատում դստերդ ավելի լավ կյանք տալու համար, ինչպես ես ուժեղ, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Դա հենց այն է, ինչպիսին քո մայրն էր։ Տիկին Սիրանուշը բարության սերմ ցանեց, երբ օգնեց իմ ընտանիքին, հիմա ես դրա պտուղները տեսնում եմ քո Նարեի կյանքում։ Սոնան ձեռքերով սրբեց արցունքները։ Ես չգիտեմ, թե արդյոք նրա չափ լավն եմ։ Երբեմն ինձ կորած եմ զգում, կարծես բավարար բան չեմ անում։ Դանիելը վճռականորեն գլուխը թափահարեց։ Դու ավելին ես անում, քան բավարար է։ Դու գոյատում ես, պայքարում ես, հրաշալի դուստր ես մեծացնում մենակ։ Դա ավելին է, քան շատ մարդիկ կարողանում են անել։ Եվ հիմա դու օգնություն ունես, հենարան ունես, կարող ես մի փոքր շունչ քաշել ապագան պլանավորել առանց այդքան վախի։ Նրանք այդ գիշեր ժամերով խոսեցին, կիսվելով իրենց մայրերի հիշողություններով, պատմելով մանկության պատմություններ, միասին ծիծաղելով, լաց լինելով։ Դա անհրաժեշտ կատարսիս էր, մի խորը էմոցիոնալ կապ, որը լիովին փոխեց նրանց հարաբերությունների բնույթը։ Նրանք այլս պարզապես երախտապարտ կին առատաձեռն տղամարդ չէին։ Նրանք երկու մարդ էին, որոնց կյանքերը ճակատագիրը միահյուսել էր դեռս իրար հանդիպելուց շատ առաջ, երկու մարդ, որոնք կիսում էին պայքարի, կորստի դիմացկունության ընդհանուր պատմություն։ Հաջորդ օրերին Սոնան չէր կարողանում դադարել մտածել բացահայտման մասին։ Նա պատմեց Նարեին աղջկա տարիքին համապատասխան պարզեցված տարբերակով, բացատրելով, որ Դանիել հորեղբայրը Սիրանուշ տատիկը վաղուց հարաններ են եղել, որ տատիկն օգնել է նրա ընտանիքին, որ հիմա նա է փոխհատուցում, օգնելով իրենց։ Նարեն երեխաներին բնորոշ այդ պարզ իմաստությամբ, պարզապես ժպտաց ասաց. Տատիկը միշտ լավն է եղել։
Գրած կգամ, որ նա երկնքում ուրախ է, իմանալով, որ Դանիել հորեղբայրը հոգ է տանում մեզ համար։ Այդ արտահայտության պարզությունն ու ճշմարտությունը Սոնային նորից լացացրին, բայց դրանք թեթացման խաղաղության արդյունքներ էին, ոչ թե ցավի։ Մոր մահից ի վեր առաջին անգամ Սոնան զգաց, որ ամեն ինչ լավ է, որ իրենք լավ կլինեն, որ ավելի մեծ ծրագիր կա, որը նա չի կարողանում տեսնել, բայց որը ամբողջ ընթացքում հոգ է տարել իրենց մասին։ Դանիելը նույնպես փոխվեց այդ բացահայտումից հետո։ Նա դարձավ էլ ավելի ներկա նրանց կյանքում, ոչ թե պարտավորությունից կամ պարտքից, այլ անկեղծ ընտրությամբ։ Նա Սոնայի նարեի մեջ գտել էր մի բան, որը չգիտեր, թե փնտրում է ընտանիք։ Նա այնքան երկար միայնակ էր եղել, ապրելով մենակ այն տանը, որը ժառանգել էր մորից, օրեցօր աշխատելով արհեստանոցում, ամեն գիշեր վերադառնալով դատարկ տուն։ Բայց հիմա տունը լի էր կյանքով, ծիծաղով, զրույցներով, մարդկային ջերմությամբ, որի պակասը նա չէր գիտակցում։ Նա սկսեց երկարաժամկետ ծրագրեր կազմել, ներառելով նրանց երկուսին։ Խոսեց Արմենի, Սոնայի ղեկավարի հետ, այն հնարավորության մասին, որ նա ի վերջո կարող է ստանձնել վերահսկիչի պաշտոն, ավելի շատ վաստակելով, ավելի շատ կայունություն ունենալով։ Ուսումնասիրեց ավելի լավ դպրոցներ Նարեի համար, վայրեր, որտեղ նա կարող էր զարգացնել իր այդքան ակնհայտ գեղարվեստական տաղանդները։ Սկսեց վերանորոգել տան մի անկյուն, այն վերածելու փոքր արվեստանոցի, որտեղ Նարեն կարող էր ավելի ազատ նկարել գունավորել։ Սոնան այս ամենը դիտում էր երախտագիտության, հիացմունքի մի ուրիշ բանի խառնուրդով, որը նա դեռ պատրաստ չէր անվանել։ Դանիելը մտել էր նրանց կյանք որպես անծանոթ սառը պուրակում, հիմա նրանց ինքնության, ապրելակերպի, ապագայի պատկերացումների էական մասն էր։ Նա այլևս չէր կարողանում պատկերացնել կյանքն առանց նրա, դա միաժամանակ մխիթարում մի փոքր վախեցնում էր նրան։ Շաբաթ օրվա կեսօրին, մինչ Նարեն խաղում էր տան հետի փոքր բակում, Սոնան Դանիելը խոհանոցում միասին ճաշ էին պատրաստում։ Նրանք այժմ համաժամանակյա էին աշխատում, յուրաքանչյուրը բնազդաբար գիտեր, թե մյուսն ինչ է անելու, շարժվելով խոհանոցում, ինչպես պարողներ, որոնք կատարելապես գիտեն միմյանց քայլերը։ Հենց այսպիսի կենցաղային պարզ պահերին էր, որ Սոնան զգում էր իրենց զարգացրած կապի խորությունը։ Դանիել, ասաց նա, լոլիկ կտրատելով աղցանի համար, ես մտածում էի։ Այս բոլոր ամիսներին աշխատելով, ես լավ գումար եմ հավաքել։ Դեռ շատ չէ, բայց մոտ 6 ամսից գուցե կարողանամ կանխավճար տալ ինձ Նարեի համար փոքր բնակարան գնելու համար։ Նա դա ասաց անփույթ ձով, բայց իրականում փորձում էր նրա արձագանքը, ուզում էր տեսնել, թե նա ինչ է զգում իրենց հեռանալու հնարավորության մասին։ Դանիելը դադարեցրեց այն, ինչ անում էր, փայտե գդալը պահելով օդում, նայելով նրան մի արտահայտությամբ, որը Սոնան անմիջապես չկարողացավ վերծանել։ Դու ուզում ես հեռանալ, պարզ հարցրեց նա։ Սոնան շուրթը գծեց։ Այնպես չէ, որ ուզում եմ։ Պարզապես չեմ կարող հավերժ կախված լինել քո առատաձեռնությունից։ Դու արդեն այնքան բան ես արել մեզ համար, ավելին, քան որը մեկը կաներ։ Ես պետք է կարողանամ նորից իմ ոտքերի վրա կանգնել։ Նա փայտե գդալը դրեց սեղանին, ամբողջովին շրջվեց նրան նայելու։ Իսկ եթե ասեմ, որ չեմ ուզում, որ դուք հեռանաք, որ ինձ դուր է գալիս ձեզ այստեղ ունենալը, որ այս տունը վերջապես իսկական տուն է դարձել տարիներ շարունակ դատարկ լինելուց հետո։ Նրա ձայնի անկեղծությունը անհերքելի էր։ Սոնան զգաց, որ սիրտը արագանում է։ Դանիել, դու չես կարող այդպես մտածել։ Մենք չենք կարող քո պատասխանատվությունը լինել մնացած կյանքում։ Նա մի քայլ արեց դեպի նրան, ձեռքերը մեղմորեն բռնելով նրա թերից։ Իսկ եթե դա պատասխանատվության մասին չէ։ Իսկ եթե դա ցանկության մասին է, ձեզ իմ կյանքում ունենալու ընտրության մասին, ոչ թե պարտքի զգացումով, այլ որովհետև դա ինձ երջանիկ է դարձնում։ Սոնան նայեց նրա աչքերին, տեսավ այն ամենը, ինչ նա բարձրաձայն չէր ասում, ջերմությունը, հիացմունքը, գուցե մի բան էլ ավելի խորը։ Ես չգիտեմ, շշնջաց նա։ Ես չգիտեմ, թե արդյոք պատրաստ եմ դրան, մտածելու ինչ-որ մշտական բանի մասին։ Ես դեռ վերականգնվում եմ այն ամենից, ինչ տեղի է ունեցել, դեռ փորձում եմ ինձ գտնել։ Դանիելը ըմբռնումով գլխով արեց, բաց թողնելով նրա թերը, բայց պահպանելով հայացքը։ Ես հասկանում եմ։ Ես հիմա ոչինչ չեմ խնդրում, ոչինչ չեմ պահանջում։ Պարզապես ուզում եմ, որ դու իմանաս, որ դուք այստեղ տեղ ունեք, ոչ թե մի քանի ամսով, մինչ գումար հավաքես, այլ այնքան ժամանակ, որքան կցանկանաք մնալ։ Որովհետև ես ընտրում եմ ձեզ, Սոնա։ Ես ընտրում եմ քեզ Նարեին ամեն օր։ Նրա խոսքերը կախված մնացին խոհանոցի օդում, ծանրացած իմաստով հնարավորությամբ։
Ամիսները շարունակում էին անցնել, կյանքը գնում էր իր բնականոն հունով, բայց նրանց ընտանիքների միջ կապի բացահայտումից հետո հիմնարար մի բան փոխվել էր։ Սոնան զգում էր, կարծես վերջապես հասկացել է ամեն ինչի պատճառը, կարծես բարդ գլուխկոտրուկի կտորները վերջապես տեղն էին ընկել, կազմելով ամբողջական գեղեցիկ պատկեր։ Դա զուգադիպություն չէր։ Բախտ չէր։ Դա ավելի մեծ բան էր, մի բան, որը նրա մայրը տասնամյակներ առաջ ցանել էր, որն այժմ ծաղկում էր այնպես, ինչպես նա երբեք չէր կարող պատկերացնել։ Սոնայի աշխատանքը շարունակում էր լավ ընթանալ։ Արմենը կատարել էր իր խոսքը, նրան բարձրացրել էր մաքրման թիմերից մեկի վերահսկիչի պաշտոնի, ինչն ուղեկցվում էր աշխատավարձի զգալի բարձրացմամբ։ Նա այժմ համակարգում էր 5 հոգուց բաղկացած խումբ, կազմակերպում էր ժամանակացույցերը, բաշխում առաջադրանքները, դա անում էր նույն նվիրումով ու հմտությամբ, որը ցուցաբերում էր կյանքի ամեն ինչում։ Արմենը հաճախ էր ասում, որ նա լավագույն աշխատանքի ընդունումն է, որ երբ է արել է, որ եթե բոլոր աշխատակիցները նրա նման լինեին, ընկերությունը էքսպոնենցիալ կերպով կաճեր։ Նարեն հրաշալի զարգանում էր։ Դպրոցում նրա գնահատականները գերազանց էին, նա ընկերուհիների ամուր խումբ ուներ, նկարելու նրա կիրքը միայն աճում էր։ Այն անկյունը, որը Դանիելը պատրաստել էր նրա համար տանը, վերածվել էր փոքրիկ ստեղծագործական սրբավայրի, որտեղ աղջիկը ժամերով գունավոր աշխարհներ էր ստեղծում թղթի վրա։ Նա նկարում էր արքայադուստրեր, ամրոցներ, կախարդական անտառներ, բայց նա առօրյա տեսարաններ, մայրը եփում է, Դանիել հորեղբայրը ինչ-որ բան է նորոգում, երեքը միասին բազմոցին հեռուստացույց են դիտում։ Դրանք երջանիկ կյանքի դիմանկարներ էին, մի ընտանիքի, որը ձևավորվել էր ոչ ավանդական եղանակով, բայց իրական էր բոլոր կարևոր իմաստներով։ Սոնայի Դանիելի հարաբերությունները նույնպես շարունակում էին զարգանալ։ Այն զրույցից հետո խոհանոցում, որտեղ նա նրբանկատ, բայց հստակ հայտարարել էր, որ ընտրում է նրան ամեն օր, նրանք այլս ուղղակիորեն չէին անդրադարձել թեմային։ Բայց նրանց միջ նոր գիտակցություն կար, մի մեղմ լարվածություն, որն անհարմար չէր, բայց միշտ ներկա էր, ինչպես հետին պլանում հանգիստ հնչող երաժշտություն։ Նրանք ավելի երկար էին նայում միմյանց, պատահական հպումները մի վայրկյան ավել էին տում, ժպիտները իմաստի շերտեր ունեին, որոնք ընկերությունից անդին էին։ Սոնան դեռ վախենում էր լիովին տրվել այն զգացմունքին, որն աճում էր իր ներսում։ Նրան նախկինում վիրավորել էին, երբ Նարեի հայրը հեռացել էր առանց հետ նայելու, այդ վերքը խորը սպիներ էր թողել։ Նա վախենում էր նորից բացվել, վստահել, հավատալ, որ ինչ-որ մեկը կարող է սիրել ընտրել իրեն առանց երկրորդ մտքերի։ Բայց Դանիելը համբերատար էր։ Նա չէր ճնշում, չէր պահանջում, պարզապես շարունակում էր լինել այն, ինչ միշտ եղել է, ներկա, վստահելի, բարի, միշտ այնտեղ, երբ նա նրա կարիքն ուներ։ Հինգշաբթի երեկոյան Սոնան աշխատանքից սովորականից շուտ վերադարձավ։ Շենքերից մեկում, որտեղ թիմը պետք է աշխատեր, խողովակ էր պայթել, բոլորին ազատել էին, մինչ խնդիրը լուծվեր։ Նա տուն հասավ երեկոյան ժամը 9-ի սահմաններում, գտավ Դանիելին ու Նարեին հյուրասենյակում, միասին նստած բազմոցին, շրջապատված թղթերով, ներկերով, վրձիններով։ Նրանք այնքան կենտրոնացած էին իրենց գործի վրա, որ նույնիսկ չնկատեցին, երբ նա ներս մտավ։ Սոնան կանգ առավ հյուրասենյակի դռան մոտ մի պահ պարզապես դիտեց։ Դանիելը զգուշորեն բռնել էր վրձինը, հետելով Նարեի տված մանրամասն հրահանգներին փորձառու ուսուցչի լրջությամբ։ Աղջիկը բացատրում էր գույների խառնուրդների, ստվերագծման տեխնիկայի, տարբեր էֆեկտներ ստանալու համար վրձինը տարբեր անկյուններով պահելու մասին։ Դանիելը ամեն ինչ լսում էր անկեղծ ուշադրությամբ, հարցեր տալիս, փորձում կիրառել այն, ինչ նա սովորեցնում էր, ծիծաղում, երբ ինչ-որ սխալ էր անում։ Դա այնքան բնական, այնքան սիրով կապով լի տեսարան էր, որ Սոնան զգաց, թե ինչպես են արցունքները լցվում աչքերը։ Նարեն Դանիելի մեջ գտել էր այն հայրական կերպարը, որը միշտ պակասել էր, իսկ Դանիելը Նարեի մեջ գտել էր ուրախության նպատակի աղբյուր, որի կարիքը չգիտեր, որ ունի։ Նրանք կատարյալ էին միասին, Սոնան վերջապես թույլ տվեց, որ այն միտքը, որից ամիսներ շարունակ խուսափում էր, վերջապես լիովին ձևորվի իր մտքում, նրանք ընտանիք էին։ Ոչ թղթի վրա, ոչ պաշտոնապես, բայց բոլոր իմաստներով, որոնք իսկապես կարևոր էին։ Առաջինը Նարեն տեսավ նրան։ Մամ, դու շուտ ես եկել։ Արի տես, թե ինչ ենք անում։ Դանիելը գլուխը բարձրացրեց ժպտաց նրան տեսնելով, այն ժպիտը, որն այժմ Սոնան ճանաչում էր որպես հատուկ իրեն ուղղված, տարբեր բոլոր մյուս ժպիտներից։ Աշխատավայրում խնդիր առաջացավ, մեզ ազատեցին, բացատրեց նա, մտնելով սենյակ, մոտենալով բազմոցին։ Ինչ եք անում այստեղ։ Նարեն հպարտությամբ բռնեց այն թուղթը, որը Դանիելը նկարում էր։ Ես Դանիել հորեղբորը սովորեցնում եմ նկարել։
Նա ասաց, որ փոքր ժամանակ լավ չի սովորել, ուստի ես որոշեցի սովորեցնել։ Տես, թե ինչքան լավ է ստացվում։ Թղթի վրա ծառ նկարելու անկեղծ փորձ էր, մի փոքր ծուռ շագանակագույն բնով տարբեր երանգների կանաչ տերներով։ Դա գլուխգործոց չէր, բայց արված էր խնամքով նվիրումով, դա էր կարորը։ Սոնան ժպտաց, վերցնելով թուղթն ավելի մոտիկից զննելու համար։ Շատ գեղեցիկ է։ Դու հիանալի ուսուցչուհի ես, Նարե։ Նարեն փայլեց գովասանքից, իսկ Դանիելը գեղց համեստությամբ թոթվեց ուսերը։ Դե, ես շատ համբերատար ուսուցչուհի ունեմ։ Նույնիսկ երբ սխալ եմ խառնում գույները, ամեն ինչ շագանակագույն եմ դարձնում։ Բոլորը ծիծաղեցին, Սոնան նստեց բազմոցին նրանց կողքին, դիտելով, թե ինչպես են նրանք շարունակում իմպրովիզացված նկարչության դասը։ Ավելի ուշ, երբ Նարեն քնել էր, Սոնան Դանիելը մնացին հյուրասենյակում զրուցելով, ինչպես սովորաբար։ Բայց այս անգամ օդում ինչ-որ տարբեր բան կար, մի սպասում, կարծես երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ կարևոր բան է պատրաստվում տեղի ունենալ։ Դանիելն էր, որ խախտեց լռությունը։ Սոնա, մի բան կա, որ ուզում եմ քեզ ցույց տալ։ Մի բան, որի մասին վաղուց մտածում եմ, բայց չգիտեի արդյոք ճիշտ պահն է։ Նա վեր կացավ, գնաց դեպի միջանցքում գտնվող փոքր աշխատասենյակ, մի քանի րոպե անց վերադառնալով փաստաթղթերի թղթապանակով։ Նստեց նրա կողքին, բազմոցին բացեց թղթապանակը, ցույց տալով թղթեր, որոնք Սոնան անմիջապես չկարողացավ բնորոշել։ Գիտես այն դատարկ հողատարածքը, որը այստեղից 3 թաղամաս հեռու է։ Այն, որ կապույտ պատ ունի։ Սոնան գլխով արեց, չհասկանալով, թե դա ուր է տանում։ Այդ հողատարածքը Մորսն էր։ Նա գնել էր այն շատ տարիներ առաջ, երբ գները դեռ ցածր էին, մի օր մեզ համար ավելի լավ տուն կառուցելու մտքով։ Բայց նա երբեք բավականաչափ գումար չունեցավ կառուցելու համար, երբ նա մահացավ, հողատարածքն անցավ ինձ։ Նա թղթապանակից հանեց մի քանի թուղթ, գծագրեր, որոնք ճարտարապետական հատակագծերի տեսք ունեին։ Ես տարիներ շարունակ խնայել եմ, գումար եմ հավաքել արհեստանոցից, լրացուցիչ աշխատանքներ եմ արել հանգստյան օրերին։ Մի քանի ամիս առաջ իմ ճարտարապետ ընկերոջը խնդրեցի նախագիծ անել։ Ուզում էի այդ հողատարածքի վրա տուն կառուցել, ոչ շատ մեծ, բայց հարմարավետ։ Իսկական տուն, ոչ թե սա, որը հնանում է այդքան շատ վերանորոգման կարիք ունի։ Սոնան նայեց գծագրերին, տեսնելով մեկհարկանի տան հատակագիծը 3 ննջասենյակով, ընդարձակ խոհանոցով, լայն հյուրասենյակով, այգու համար տարածքով բակով։ Դա գեղեցիկ տուն էր, պարզ, բայց շատ լավ պլանավորված։ Գեղեցիկ նախագիծ է, Դանիել, անկեղծ ասաց նա։ Դու արժանի ես նոր տուն ունենալու, մի վայր, որն իսկապես քոնը կլինի։ Նա նայեց նրան այն մուգ աչքերով, որոնք այժմ Սոնան այնքան լավ գիտեր։ Ես ուզում էի, որ այն մերը լինի։ Սոնայի սիրտը կանգ առավ։ Ինչպես թե։ Դանիելը խորը շունչ քաշեց, կարծես քաջություն հավաքելով։ Ես ուզում եմ այս տունը կառուցել մեզ համար։ Քեզ համար, ինձ համար, Նարեի համար։ Ուզում եմ, որ այն իսկական տուն լինի մեր ընտանիքի համար։ Նա դադար տվեց, տեսնելով նրա դեմքի ցնցված արտահայտությունը։ Ես գիտեմ, որ գուցե շատ վաղ է, գիտեմ, որ դու գուցե պատրաստ չես դրան, բայց պետք է ազնիվ լինեմ իմ զգացմունքների հարցում։ Ես սիրում եմ քեզ, Սոնա։ Դա երախտագիտություն չէ, պարտքի զգացում չէ այն բանի համար, ինչ քո մայրն արել է իմ ընտանիքի համար։ Դա անկեղծ սեր է, այն տեսակը, որը կամաց-կամաց աճում է, որը կառուցվում է առօրյա շփման, կիսված փոքր պահերի մեջ։ Սոնան զգաց, կարծես չի կարողանում շնչել։ Նրա խոսքերը հնչում էին նրա գլխում, այնքան սպասված, բայց միևնույն ժամանակ այնքան զարմանալի։ Ես սիրում եմ այն ձև, որով դու հոգ ես տանում Նարեի մասին, շարունակեց նա, ինչպես ես ուժեղ, նույնիսկ երբ վախենում ես, ինչպես ես քրտնաջան աշխատում առանց երբեք բողոքելու, ինչպես ես ժպտում, նույնիսկ երբ ամեն ինչ դժվար է։ Սիրում եմ այն ձև, որով առավոտյան սուրճ ես պատրաստում, մեղմ երգելով, ինչպես ես ամեն շաբաթ ծաղիկները դասավորում ծաղկամանում, ինչպես ես բարկանում ինձ վրա, երբ մոռանում եմ կոշիկներս հանել դռան մոտ։ Ես սիրում եմ քո մեջ ամեն ինչ։ Նա բռնեց նրա ձեռքը, միահյուսելով մատները։ Եվ ես սիրում եմ Նարեին, կարծես իմ սեփական դուստրը լինի։ Սիրում եմ նրան բաներ սովորեցնել, լսել նրա անվերջ պատմությունները դպրոցի մասին, տեսնել նրա նկարները, ներկա լինել նրա կյանքի կարևոր պահերին։ Ես ուզում եմ շարունակել դա անել, ոչ թե որպես ընտանիքի ընկեր կամ պայմանական հորեղբայր, այլ որպես մեկը, ով իսկապես նվիրված է, ով միշտ այնտեղ կլինի բոլոր պահերին։ Արցունքներն այժմ ազատորեն հոսում էին Սոնայի դեմքով։
Նա այնքան երկար վախեցել էր, այնքան երկար պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, իրեն պաշտպանելու համար, որ մոռացել էր, թե ինչ է նշանակում թույլ տալ իրեն լիովին զգալ։ Դանիել, սկսեց նա դողացող ձայնով, ես էլ եմ վախենում։ Շատ եմ վախենում։ Ինձ նախկինում վիրավորել են, վստահել եմ մեկին, ով հեռացել է ինձ մենակ թողել փոքր երեխայի հետ։ Վախենում եմ հավատալ այս ամենին, հետո պարզել, որ սուտ էր։ Դանիելն ավելի ամուր սեղմեց նրա ձեռքը։ Ես հասկանում եմ։ Եվ չեմ ստի ասելով, թե կարող եմ երաշխավորել, որ ոչինչ սխալ չի գնա, որովհետև կյանքը երաշխիքներով չի գալիս։ Բայց կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, որպեսզի այստեղ լինեմ, հոգ տանեմ ձեր մասին, լինեմ այն տղամարդը, որին դու Նարեն արժանի եք։ Ես ոչ մի տեղ չեմ գնում, Սոնա։ Դուք իմ ընտրությունն եք, ամեն օր։ Սոնան նորից նայեց տան գծագրերին, տեսնելով ոչ միայն գծեր սենյակներ, այլ ապագա։ Մի ապագա, որին նա դադարել էր հավատալ, թե հնարավոր է։ Ինձ ժամանակ է պետք, ազնվորեն ասաց նա։ Պետք է մարսեմ այս ամենը, վստահ լինեմ, թե ինչ եմ զգում։ Դանիելը ըմբռնումով գլխով արեց։ Ես գիտեմ։ Եվ շտապելու կարիք չկա։ Տունը ամեն դեպքում ամիսներ կպահանջվի, որպեսզի պատրաստ լինի։ Պարզապես ուզում էի, որ դու իմանայիր իմ մտադրությունների մասին, որ իմանայիր, որ երբ ես մտածում եմ ապագայի մասին, դու Նարեն դրա կենտրոնում եք։ Հաջորդ օրերը Սոնայի համար շատ խորհրդածությունների օրեր էին։ Նա ազնվորեն վերլուծեց իր զգացմունքները, փորձելով տարանջատել երախտագիտությունը սիրուց, վախը ինքնապաշտպանության բնազդից։ Երկար խոսեց Նարեի հետ, աղջկա տարիքին համապատասխան ծով, հարցնելով, թե ինչպես նա կզգար, եթե Դանիել հորեղբայրը դառնար իրենց ընտանիքի մշտական մասը։ Նարեի աչքերը փայլեցին այնքան մաքուր ուրախությամբ, որ կասկածի տեղ չթողեց։ Նա արդեն մեր ընտանիքից է, մամ, ասաց աղջիկը երեխաներին բնորոշ այդ իմաստուն պարզությամբ։ Միայն պաշտոնականացնելն է մնացել։ Սոնան նա շատ ժամանակ անցկացրեց, մտածելով մոր մասին։ Նստեց մահճակալի գլխավերում պահվող լուսանկարի շրջանակի դիմաց, նայելով տիկին Սիրանուշի ժպտացող դեմքին, խոսեց նրա հետ, ինչպես անում էր մանկուց, երբ ուղղորդման կարիք ուներ։ Ինչ ես կարծում, մամ։ Սա էիր ուզում, երբ տարիներ առաջ օգնեցիր նրա ընտանիքին։ Գիտեիր, որ մի օր ես նույն բարության կարիքը կունենամ, որը դու առաջարկեցիր։ Իհարկե, բանավոր պատասխան չեղավ, բայց Սոնան զգաց, որ իր սրտում խաղաղություն է հաստատվում, կարծես մայրն ասում էր, այո, ամեն ինչ լավ է, Դանիելը օրհնություն է, ոչ թե սպառնալիք։ 3 շաբաթ պահանջվեց, որպեսզի Սոնան իր վերջնական որոշումը կայացնի։ Մի երեկո, երբ Նարեն քնել էր, նա գտավ Դանիելին, որը ավտոտնակում մեքենայի հետ ինչ-որ բանով էր զբաղված։ Կարող եմ քեզ հետ խոսել, հարցրեց նա անմիջապես թողեց այն, ինչ անում էր, քսուքով կեղտոտված ձեռքերը սրբեց կտորով։ Իհարկե։ Ներս գնանք։ Նրանք նստեցին բազմոցին, այն նույն տեղում, որտեղ այդքան շատ կարևոր խոսակցություններ էին տեղի ունեցել։ Սոնան խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Ես շատ եմ մտածել քո ասածի մասին։ Տան, մեր, ապագայի մասին։ Նա դադար տվեց, տեսնելով նրա դեմքի վատ թաքցրած անհանգստությունը։ Եվ ես հասկացա, որ ես էլ եմ քեզ սիրում։ Չգիտեմ, թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, կամաց, թե ինչ-որ կոնկրետ պահի, բայց դա ճիշտ է։ Ես քեզ սիրում եմ ոչ միայն նրա համար, ինչ դու արել ես մեզ համար, այլ նրա համար, թե ով ես դու։ Քո բարության, համբերության, մշտական ներկայության համար։ Դանիելի դեմքը լուսավորվեց, բայց նա բարձրացրեց ձեռքը, նախքան նա կկարողանար խոսել։ Բայց ինձ ավելի շատ ժամանակ է պետք, նախքան միասին տուն կառուցելու, ամեն ինչ պաշտոնականացնելու մասին մտածելը։ Ոչ թե որովհետև կասկածում եմ քեզ կամ իմ զգացմունքներին, այլ որովհետև պետք է ինքս ինձ ապացուցեմ, որ կարող եմ իմ ոտքերի վրա կանգնել, որ քեզ հետ եմ ոչ թե անհրաժեշտությունից, այլ իսկական ընտրությամբ։ Դանիելը գլխով արեց, կատարելապես հասկանալով։ Ուրեմն ինչ ես առաջարկում։ Սոնան շատ էր մտածել այդ մասին։ Որ շարունակենք այնպես, ինչպես կանք, բայց պաշտոնապես հանդիպելով։ Որ ես շարունակեմ գումար խնայել մոտ 6 ամսից կարողանամ փոքր բնակարան վարձել ինձ Նարեի համար։ Ոչ թե որովհետև ուզում եմ հեռանալ քեզնից, այլ որովհետև պետք է իմ սեփական տարածքն ունենամ, իմանամ, որ կարող եմ ինքս ինձ պահել, եթե անհրաժեշտ լինի։ Եվ այդ ընթացքում մենք կառուցենք մեր հարաբերությունները առողջ ձով, առանց կախվածության, միայն ընտրությամբ։ Նա միահյուսեց նրա մատները իրենց հետ։
Եվ երբ ես լինեմ իմ բնակարանում, ապրեմ անկախ, աշխատեմ պահեմ իմ դստերը մենակ, այն ժամանակ դու նորից ինձ հրավիրիր միասին այդ տունը կառուցելու։ Եվ այս անգամ ես կասեմ այո, առանց որևէ կասկածի ստվերի, որովհետև դա կլինի որոշում հիմնված միայն սիրո, ոչ թե անհրաժեշտության վրա։ Դանիելը նայեց նրան հիացմունքով հարգանքով։ Դու անհավանական ես, գիտես։ Ուժեղ, խելացի, գիտակից։ Ես ընդունում եմ քո առաջարկը։ Կանենք քո ձով, քո ժամանակին։ Որովհետև կարևորը արագությունը չէ, այլ վստահ լինելը, որ մենք ամուր բան ենք կառուցում։ Եվ այդպես էլ արեցին։ Հաջորդ ամիսներին Սոնան Դանիելը պաշտոնականացրին իրենց հանդիպումները, ինչը մեծ ուրախություն պատճառեց Նարեին, որը չէր դադարում նկարել երեքի դիմանկարները միասին։ Նրանք գնում էին հանդիպումների, երբ կարողանում էին, գնում էին կինո, զբոսնում այգում, ընթրում համեստ, բայց հարմարավետ ռեստորաններում։ Նրանք կառուցեցին հարաբերություններ, հիմնված ազնիվ հաղորդակցության, փոխադարձ հարգանքի անկեղծ սիրո վրա։ 6 ամիս անց Սոնան վերջապես կարողացավ բավականաչափ գումար հավաքել Դանիելի փողոցին զուգահեռ փողոցում փոքր բնակարան վարձելու համար։ Այն համեստ էր, ընդամենը 2 սենյակ, բայց իրենն էր։ Նա հասել էր դրան մենակ, իր սեփական աշխատանքով, իր սեփական նվիրումով։ Տեղափոխությունը քաղցր ու դառն էր, որովհետև բոլորը սովորել էին միասին ապրել, բայց բոլորը հասկանում էին, որ դա անհրաժեշտ քայլ է։ Դանիելն օգնեց տեղափոխել կահույքը, հավաքեց Նարեի մահճակալը, կախեց վարագույրները հյուրասենյակում։ Եվ երբ ամեն ինչ կարգի էր, նա համբուրեց Սոնայի ճակատը ասաց. «Հպարտանում եմ քեզնով»։ Կյանքը գնում էր իր հունով։ Սոնան շարունակում էր աշխատել աճել ընկերությունում, Նարեն շարունակում էր սովորել զարգացնել իր գեղարվեստական տաղանդը, Դանիելը շարունակում էր աշխատել արհեստանոցում հաճախ այցելել նրանց։ Հանգստյան օրերին նրանք սովորաբար միասին էին անցկացնում, հերթով լինելով Սոնայի բնակարանում Դանիելի տանը։ Դա երջանիկ, հավասարակշռված, առողջ առօրյա էր։ Սոնայի իր սեփական բնակարան տեղափոխվելուց 1 տարի անց Դանիելը հայտնվեց շաբաթ օրվա կեսօրին, փաստաթղթերի թղթապանակը թիտակ։ Նարեն ընկերուհու տանն էր, այնպես որ միայն նրանք երկուսն էին։ Նա բացեց թղթապանակը, ցույց տվեց տան թարմացված հատակագծերը, այժմ էլ ավելի մանրամասն նյութերի բնութագրերով, շինարարության ժամանակացույցով, ամբողջական բյուջեով։ Շինարարությունը կարող է սկսվել հաջորդ ամիս, ասաց նա։ Մոտ 8 ամիս կպահանջվի, որպեսզի պատրաստ լինի։ Եվ ես ուզում էի նորից հարցնել, դու ուզում ես այս տունը կառուցել ինձ հետ։ Դու ուզում ես ամուսնանալ ինձ հետ, պաշտոնապես կազմել այն ընտանիքը, որը մենք արդեն սրտով ենք։ Սոնան նայեց թղթերին, հետո իր դիմաց կանգնած տղամարդուն, այն տղամարդուն, որը փրկել էր իրեն դստերը բացարձակ հուսահատության պահին, այն տղամարդուն, որը դարձել էր իր ապավենը, իր լավագույն ընկերը, իր սերը։ Նա մտածեց մոր մասին, տիկին Սիրանուշի մասին, որը առանց իմանալու տասնամյակներ առաջ ցանել էր այս պատմության սերմը, երբ որոշել էր օգնել անծանոթ ընտանիքին, որը կարիքի մեջ էր։ Մտածեց, թե ինչպես է բարությունը բազմապատկվում, ինչպես են սիրո գործերը հնչում ժամանակի միջով այնպես, ինչպես մենք երբեք չենք պատկերացնում։ Այո, ասաց նա վստահ ձայնով, փայլող աչքերով։ Այո, ես ուզում եմ այս տունը կառուցել քեզ հետ։ Ուզում եմ ամուսնանալ քեզ հետ, ուզում եմ իսկական ընտանիք կազմել, ստորագրված թղթերով ամեն ինչով։ Դանիելը նրան քաշեց դեպի իրեն, խորը ընդհանուր ապագայի խոստումներով լի համբույրով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին արցունքոտ աչքերով։ Տան շինարարությունը սկսվեց ըստ պլանի։ Սոնան, Դանիելը, Նարեն ամեն շաբաթ այցելում էին հողատարածք, հետելով ընթացքին։ Տեսնել, թե ինչպես են պատերը բարձրանում, տանիքը ձավորվում, սենյակները նյութականանում, կարծես տեսնել, թե ինչպես են իրենց երազանքները իրականություն դառնում աղյուս առ աղյուս։ Նարեն արդեն ընտրել էր, թե որ սենյակը իրենը կլինի, այն, որի պատուհանը նայում էր դեպի արևելք, որովհետև նա սիրում էր արթնանալ արի լույսի ներս թափանցելուց։ Մինչ տունը կառուցվում էր, նրանք պլանավորում էին հարսանիքը։ Դա պարզ բան պետք է լիներ, միայն մտերիմ ընկերների գործընկերների ներկայությամբ, համեստ, բայց նշանակալի արարողությամբ։ Սոնան ընտանիք չուներ, բայց Դանիելը մի քանի հեռավոր զարմիկներ ուներ, որոնք խոստացել էին ներկա լինել։ Արմենը, Սոնայի ղեկավարը, առաջարկեց լինել մի տեսակ քավոր, ասելով, որ անչափ հպարտ է տեսնելով, թե ինչպես է նա վերականգնել իր կյանքը։ Տունը պատրաստ եղավ 5 օրվա կեսօրին, շինարարության սկզբից ուղիղ 8 ամիս անց։ Այն էլ ավելի գեղեցիկ էր, քան գծագրերում, բաց գույներով ներկված պատերով, սկսվող տնկվող այգիով, բնական լույսով, ընդարձակ խոհանոցով, 3 ննջասենյակներից յուրաքանչյուրն իր հմայքով։
տարածք կար աճելու, հիշողություններ ստեղծելու, լիարժեք երջանիկ կյանք ապրելու համար։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 շաբաթ անց, Զագսում մտերմիկ արարողությամբ, որին հաջորդեց ճաշ փոքր, բայց հարմարավետ ռեստորանում։ Սոնան հագել էր պարզ, բայց էլեգանտ կրեմագույն զգեստ, Նարեն հիասքանչեր վարդագույն զգեստով, որն ինքն էր ընտրել, իսկ Դանիելը անթերի էր կոստյումով, որը հատուկ այդ առիթի համար էր գնել։ Երբ նրանք փոխանակեցին մատանիները, գրանցողը նրանց հայտարարեց ամուսիններ, սենյակում մարդ չկար, որ հուզված չլիներ։ Նարեն էր, որ օրվա ամենահուզիչ ճառն արտասանեց։ Նա բարձրացավ աթոռի վրա, բռնելով մի թուղթ, որի վրա գրել էր իր խոսքերը դեռ մի փոքր ծուռ մանկական ձեռագրով, բարձրաձայն կարդաց. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Դանիել հորեղբորը, որն այժմ իմ իսկական հայրը կլինի, որ այն օրը պուրակում գտավ ինձ մորս։ Նա պարտավոր չէր օգնել, բայց օգնեց, որովհետև լավ սիրտ ունի։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սիրանուշ տատիկին, որը թե այլս այստեղ չէ, հատուկ ձով հոգ տարավ մեզ համար, շատ վաղուց օգնելով Դանիելի ընտանիքին։ Կարծում եմ, հրեշտակները պետք է այդպես անեն, հոգ տանեն մարդկանց մասին, նույնիսկ երբ մենք չենք տեսնում։ Հիմա մենք իսկական ընտանիք ունենք, նոր տնով շատ սիրով։ Եվ ես գիտեմ, որ տատիկը երկնքում ուրախ է, տեսնելով այս ամենը։ Սենյակում չոր աչք չմնաց, երբ նա վերջացրեց։ Սոնան նրան քաշեց ամուր գրկախառնության մեջ, Դանիելը երկուսին էլ փաթաթեց իր ուժեղ ձեռքերով, այնտեղ, այդ կատարյալ պահին, ընտանիքն ամբողջական էր։ Նրանք տեղափոխվեցին նոր տուն հաջորդ շաբաթ։ Յուրաքանչյուրը սիրով դասավորեց իր սենյակը, ընտրելով, թե որտեղ դնել յուրաքանչյուր կահույք, յուրաքանչյուր անձնական իր։ Նարեի սենյակը վերածվեց փոքրիկ ստեղծագործական դրախտի, իր ներկերով, վրձիններով, նկարչական ալբոմներով, որոնք դասավորված էին մի գրադարակում, որը Դանիելը հատուկ նրա համար էր պատրաստել։ Ամուսնական ննջասենյակը պարզ էր, բայց հարմարավետ մահճակալով պատուհանով, որը նայում էր հետի փոքր այգուն։ Առաջին գիշերը նոր տանը, երբ Նարեն քնել էր իր նոր դասավորված սենյակում, Սոնան Դանիելը մնացին հետի պատշգամբում, նստած կողք կողքի, նայելով Երանի երկնքի աստղերին, որոնք համառորեն փայլում էին, չնայած քաղաքի լուսային աղտոտվածությանը։ Մենք կարողացանք, մեղմ ասաց Սոնան։ Մենք իսկական տուն կառուցեցինք։ Դանիելը ձեռքը գցեց նրա ուսերին, նրան մոտ քաշելով։ Մենք երեքով կառուցեցինք։ Եվ քո մայրը, ինչ-որ կերպ, նույնպես օգնեց կառուցել։ Այս ամենը սկսվեց նրա բարությունից տարիներ առաջ։ Սոնան մտածեց այդ մասին, այն կատարյալ շրջանի մասին, որը փակվել էր։ Նրա մայրն օգնել էր կարիքի մեջ գտնվող ընտանիքին, փոխարենը ոչինչ չակնկալելով։ Այդ ընտանիքը մեծացավ, երբ տիկին Սիրանուշի դուստրը տարիներ անց օգնության կարիք ունեցավ, այդ ընտանիքի որդին այնտեղ էր, օգնության ձեռք մեկնելու։ Դա մի պատմություն էր այն մասին, թե ինչպես է բարությունը բազմապատկվում ժամանակի միջով, ինչպես սիրո գործերը երբեք չեն կորչում, նույնիսկ երբ դրանք փոքր կամ աննշան են թվում այդ պահին։ Ամիսները վերածվեցին տարիների։ Տունը լցվեց կյանքով, ծիծաղով, երջանիկ հիշողություններով։ Նարեն մեծացավ, դարձավ տաղանդավոր դեռահաս, որը կրթաթոշակ ստացավ արվեստի դպրոցում։ Սոնան նորից բարձրացավ պաշտոնում ընկերությունում, ի վերջո բացեց իր սեփական մաքրման ծառայությունների բիզնեսը, աշխատանքի ընդունելով դժվար իրավիճակներում գտնվող այլ կանանց, նրանց առաջարկելով նույն հնարավորությունը, որը Արմենն առաջարկել էր իրեն։ Դանիելը շարունակում էր աշխատել արհեստանոցում, բայց նա սկսեց հիմնական մեխանիկայի դասեր տալ թաղամասի երիտասարդներին, սովորեցնելով մի արհեստ, որը կարող էր փոխել կյանքեր, ինչպես փոխել էր իրենը։ Նրանք երբեք չմոռացան, թե որտեղից են եկել, այն դժվարությունները, որոնց բախվել են, այն հուսահատ պահը, այն սառը պուրակում, երբ ամեն ինչ կորած էր թվում։ Նրանք այդ հիշողությունը կենդանի պահեցին ոչ թե որպես ցավի աղբյուր, այլ որպես դիմացկունության, հույսի հիշեցում, այն մասին, թե ինչպես կարող են բաները փոխվել, երբ մենք ամենաքիչն ենք սպասում։ Ամեն տարի, տիկին Սիրանուշի ծննդյան օրը, ամբողջ ընտանիքն այցելում էր գերեզմանատուն ծաղիկներ տանում գերեզմանին։ Նարեն միշտ ինչ-որ հատուկ բան էր նկարում այնտեղ թողնելու համար, գեղարվեստական հարգանքի տուրք տատիկին, որին լավ չէր ճանաչել, բայց որի բարությունը անուղղակիորեն փրկել էր իր ընտանիքը։ Սոնան այնտեղ երկար րոպեներ էր մնում, մտովի խոսելով մոր հետ, պատմելով կյանքի մասին, շնորհակալություն հայտնելով, զգալով այն սիրող ներկայությունը, որն իրականում երբեք չէր հեռացել։ Սոնայի, Դանիելի, Նարեի պատմությունը հայտնի դարձավ թաղամասում։
Այն պատմվում էր զրույցների ժամանակ օգտագործվում որպես օրինակ, որ պետք չէ հույսը կորցնել, որ բարությունը գոյություն ունի, բազմապատկվում է, որ երբեմն հրեշտակները հայտնվում են սովորական մարդկանց տեսքով, որոնք պարզապես որոշում են ճիշտ բանն անել։ Ոմանք ասում էին, որ դա չափազանց մեծ զուգադիպություն է, որպեսզի իրական լինի, որ այդպիսի պատմություններ միայն սերիալներում են լինում։ Բայց նրանք, ովքեր անձամբ ճանաչում էին ընտանիքը, գիտեին, որ ամեն ինչ իրական էր, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր ժպիտ։ Եվ այսպես կյանքը շարունակվեց իր բնական վերելքներով ու վայրէջքներով, ուրախություններով ու մարտահրավերներով, բայց միշտ այն վստահությամբ, որ միասին կարող են հաղթահարել ամեն ինչ։ Այն տունը, որը Դանիելը կառուցեց, դարձավ շատ ավելին, քան պատեր տանիք։ Դա սիրո սրբավայր էր, ֆիզիկական վկայություն այն բանի, թե ինչպես կարող է մեկ մարդու բարությունը հնչել ժամանակի միջով լիովին փոխել կյանքերի ընթացքը, որոնց նա երբեք չի էլ ճանաչել։ Սոնան հաճախ մտածում էր, թե ինչպես է իր կյանքը կտրուկ փոխվել այն սառը գիշերը պուրակում։ Եթե Դանիելը չհայտնվեր, եթե չվերադարձներ Նարեի ալբոմը, եթե օգնություն չառաջարկեր, որտեղ կլինեին նրանք հիմա։ Պատասխանը չափազանց սարսափելի էր երկար մտածելու համար։ Բայց նա հայտնվել էր ոչ թե պատահաբար, այլ որովհետև տասնամյակներ առաջ Սիրանուշ անունով մի կին որոշել էր, որ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելն ավելի կարևոր է, քան ամեն կոպեկն իր համար պահելը։ Սա էր պատմության իսկական դասը, որ մեր բարության գործերը, որքան էլ փոքր թվան, ստեղծում են ալիքներ, որոնք տարածվում են այնպես, ինչպես մենք երբեք չենք պատկերացնում։ Որ այսօր ինչ-որ մեկին օգնելը կարող է փրկել մեկին, ում դու երբեք չես ճանաչի վաղը։ Որ մենք բոլորս կապված ենք անտեսանելի ձերով, հյուսելով կարեկցանքի աջակցության ցանց, որը պահում է մարդկությանը նույնիսկ ամենամութ պահերին։ Եվ մինչ Սոնան պառկած էր մահճակալին ամուսնու կողքին այն տանը, որը կառուցվել էր սիրով հույսով, մինչ լսում էր Նարեի հանգիստ շնչառությունը կողքի սենյակում, մինչ զգում էր այն խաղաղությունն ու անվտանգությունը, որոնք դարձել էին իր առօրյա կյանքի մաս, նա շշնջաց վերջին երախտագիտության աղոթքը։ Երախտագիտություն մորը, որն իրեն մեծացրել էր այդքան սիրով։ Երախտագիտություն Դանիելին, որն ընտրեց օգնել, երբ պարտավոր չէր։ Երախտագիտություն Նարեին, որն իրեն նպատակ ուրախություն էր տալիս ամեն օր։ Երախտագիտություն երկրորդ հնարավորության համար, որը կյանքը տվել էր իրեն, երբ ամեն ինչ կորած էր թվում։ Եվ այնտեղ, Երանի շենգավիթ թաղամասի լույսով սիրով լի այն տանը, շրջանը վերջապես փակվեց։ Տիկին Սիրանուշի ցանած բարությունը ծաղկել էր երջանիկ ընտանիքի, ապահով տան, խոստումնալից ապագայի տեսքով։ Եվ այդ ընտանիքը, գիտակցելով իր ստացած նվերը, վճռական է շարունակելու շրջանը, օգնության ձեռք մեկնելու մյուսներին, ովքեր կարիքի մեջ կլինեն, ցանելու իրենց սեփական բարության սերմերը, որոնք մի օր կծաղկեն այնպիսի վայրերում ժամանակներում, որոնց նրանք երբեք ականատես չեն լինի։ Որովհետև ի վերջո հենց դա է մեզ իսկապես մարդ դարձնում, միմյանց մասին հոգ տանելու, առանց փոխհատուցում ակնկալելու օգնություն առաջարկելու, հավատալու, որ միասին մենք ավելի ուժեղ ենք, քան առանձին։ Եվ սա էր ամենամեծ ժառանգությունը, որ թողել էր տիկին Սիրանուշը, ոչ թե գումար կամ նյութական բարիքներ, այլ այն խորը ըմբռնումը, որ բարությունը ծնում է բարություն, սերը ծնում է սեր, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ հույս կա, քանի դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող անծանոթին։